Բարի երեկո, հարգելի բարեկամներ, այսօր Քարահունչ հայագիտական կենտրոնի 74-րդ հանդիպումն է, մեր թեման մտորումներ մեր բառապաշարի շուրջ, իր մտորումներով կկիսվի լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, Բրուսովի անվան համալսարանի դոցենտ, Քարահունչ հայագիտական կենտրոնի հիմնադիր անդամ, Հրաչիկ Հակոբյանյանը, մարդում վաղուց ճանաչում եմ, սիրում և հարգում եմ, մարդ ով չի խուսափում ներկայացնել լեզվաբանության ոլորտում իր կարծիքները, որոնք հակասում են տարբեր եվրոպական կարծրացած, միջազգային կարծրացած տեսությունների։ Մինչ ընկնդրելը պարոն Հակոբյանյանին խոսք ունի ասելու մշակութաբան հայագետ Արթուր Արմինը։ Բարև ձեզ։ Այսօր շատ ուրախ եմ ներկայացնել ինձ շատ մոտիկ իմ հարազատ ընկերոջ Հրաչիկ Հակոբյանյանին, ամես պատիվ է, որտև Հրաչիկ Հակոբյանյանն նախ բացառիկ հայ է, լավ ընկեր, հոգատար և շատ հետաքրքիր մտածող, ուրեմն գիտնական է։ Գիտական առումով ինչն է բացառիկ Հրաչիկ Հակոբյանյանի առումով, ուրեմն ոչ թե գիտնականների, այլ գիտաշխատողների մոտ, որտեղ գիտնականը դա բացահայտող գիտնական է, չկա, մեկ է կթա ու բացահայտեցի, գիտաշխատողը բոլոր ասպարեզներում է, վերաբերում է ֆիզիկային, վերաբերում է մաթեմատիկային, ծաղկա քաղանելով, թեկնածուական, դոկտորական թխելով ու այդ գիծը պահելով իրանց տեղը, իրանց դասախոսությունը, իրանց աշխատավարձը, այդ նույն mainstream-ը գնում է։ Հետո մի 30-50 կամ 100 տարի հետո հայտնաբերում է, որ այդ մեծ պայթունի տեսությունը աղմախություն է։ Հետո նորի հայտ է գալու, որ չի ախր դրա մասին վախտին ասել է, էս աշխարհը առճակ գիտնականը, են աշխարհը առճակ գիտնականը, չէ, դա հեշտ էր ու գնում էր։ Նույնը վերաբերում է և հայագիտությանը, նույնը վերաբերում է և լեզվաբանությանը։ Հիմա Հրաչիկ Հակոբյանյանը այն անհայտներից է բացառիկ, որ հարցերը դնում է ֆունդամենտալ, ճիշտ հարցադրումներով։ Այսինքն ոչ թե վերցնես, որ սուրբ գիրքն է վերջ, Աստված ձեռնափայտով պապիկա, վերևից մատը թափ տվեց ու վերջ, դրանց կամ աշխարհի 3 շերտ է, հա, որ գետերը չթափվեն, վերջ։ Այլապես կես կհրկիզեն Ջորդանո Բրունոյի նման կրակի վրա քյաբաբ կսարքեն և այլն։ Այն մարդիկ գիտության մեջ, արվեստում, որոնք այդ ընդհանուր համահարթեցման դաշտում իրանք իրանց էությունը և իրանց մտածողությունը չեն լքում, այսինքն մտածել գիտեն, առաջի հերթին դա գենետիկական խնդիր է։ Եվ այդ մանկապարտեզից սկսած մինչև համալսարան, հետո պաշտպանություն և այլն չեն կորցնում անհատական մտածողության, սեփական տրամաբանությամբ բոլոր փաստերը նորից, զրոյից ինքնուրույն վերլուծելու, ինքնուրույն հարցեր առաջադրելու և պարզելու արդյոք դա այդպես է, որտեղ է թեթև սխալ կամ ֆունդամենտալ սխալ այս կամ այն տեսությունը, այսպիսիները շատ քիչ են։ Եվ դրանք են հիմնական գիտնականը, հայտնագործող գիտնականը և գիտաշխատողը դրանք տարբեր բաներ են, ես բազմիցս եմ իմ ելույթներում ասել։ Եվ եթե այդ եղած mainstream կարծիքին
չգնաս կամ չխորանաս, պետք է մերժես ինքդ, քեզ հետո խորանաս, տեսնես, եթե ճիշտ է ընդունես, հետո եթե ճիշտ չի, ապա մերժես։ Հետո մտածես, բա ինչ օրինաչափություններ կան, որ մեզ կարող են դուրս բերել այս կամ այն ուրեմն ճանապարհ կամ հարթակ, որպեսզի պարզենք այս կամ այն խնդիրը, խնդիրը։ Այս տեսակները գիտաշխատողներ չեն, սրանք գիտնականներ են։ Եվ երբ ես առաջի կուրսում էի սովորում, այս ինչ որ հիմա ասեցի, սրանց մեծ մասը ինձ ասեց Սերգեյ Մերգելյանը։ Ասեց գիտական աշխարհում կա երկու հասկացություն։ Կա հայտնագործող գիտնական եւ կա ֆոնային գիտնական։ Դրանք գիտաշխատողներն են։ Մեկը ոչ մի բանից հայտնաբերում է այն, որ նորություն է ու փոխում է ֆիզիկայի մեջ աշխարհայացքը եւ այլն, իսկ մյուսը ասում է, վերցնում է դրա մեջ սկսում է հաշվել էլեկտրոմագնիսական դաշտը քանի տոկոս է, ինչքան է, եւ այլն, ասում է, sense ֆոնային, ասում է, դրան էլ են ասում գիտություն։ Ինձ ու իր տղային Նիկիտային հետ էր բացատրում, ասում էր, չլնեք ֆոնային գիտություն, ամեն ինչին թարս գնացեք։ В мире науки есть чистая наука и фоновая наука։ Ինքը մի հատ ուրիշ ազգի ուրիշ բառով էր դա ասում, դրա մասին չասեմ։ Հիմա ինչի է այսօր շատ կարևոր է, որ ես քիչ երկարեցու ասեցի, որովհետև Հրանչիկ Հակոբյանը ֆունդամենտալ է այսօր դնում այդ հարցերը հայերեն բառապաշարի հետ կապված հնդեվրոպաբանություն, թե նոստրատիկ տեսություն։ Երկուսն է գիտական են, բայց երկուսն է կիսատ են։ Ու այդ կիսատության պատճառով ու իրարամերժության պատճառով մենք օրինակի համար մեզ համար 4.500 հայերեն բառ համարվում է չստուգաբանված օդի մեջ են։ Մոտ 28-ից 30% էլ այսպես կոչված մեր այդ չինովնիկ լեզվաբանները նվիրել են պարսկական ծագում, մեծ ծագում, են ծագում, այնքան բանով, որ ստեղ այդ վաղտ պարսիկ պիտի չլներ, կամ հայերը եկվոր են, որտև հնդիվրոպական մայր լեզվընտանիքի նախահայրենիքը գտնվում է Եվրոպայի ինչ-որ ջանդամի գյուղում։ Հետո տարան դրին Ուկրաինայի կուրգաններ, տեսություններ կա, որ դա հայկական լեռնաշխարհն է, հետո Քոլին Ռենֆյուն փաստեց գենետիկական բանը, որ դա Անատոլիան է, ինքը արևելյան Անատոլիա տերմինն է օգտագործում, զգուշությամբ։ Հա, այսինքն մենք ստանում ենք, հիմա պատկերացրեք, այս խեղճ ուսանողի լեզվաբանության մեջ, գրականության մեջ սովորող ուսանողի կամ տեխնացուականի վրա ուսանողի հայագիտության մեջ, սրա վիճակը բոլոր կողմերից ասում այդ խառնափնթոր բան է, այսինքն ու ինքը այդ տարիքում ոչ մեկս նա պետք է դառնա առնվազն գոնե 40-45 տարեկան, որ հասկանա, որտեղ այդ տեսությունների հիմնադիրները այնքան են դասագրքով, բուհական, չգիտեմ, sense դարձրել ֆետիշացվել սարքել Լենին պապիկ, որ ռիսկ չես անում, ասես եղբայր, այստեղ սխալ բան է գրել այս տեսության հիմնադիրը, կամ հենց հայագիտության մեջ հանգարց մեկը Աճարյանին մի բան ասի, դառա, որ Լենին պապիկին կպավ։ Այդպես չի։ Հա։ Այս հարցերը այն ֆունդամենտալ հարցերն են, որ բարեբախտաբար համակարգի մեջ գտնվող Հրանչիկ Հակոբյանը, որպես պրոֆեսիոնալ լեզվաբան, գիտական կոչումով եւ իր ամբողջ ուրեմն կյանքի մեծ մասը անցկացրած համակարգում, հիմա ինքը այդ հարցերն է բարձրացնում, ու այդ հարցերը ֆունդամենտալ հարցեր են, առանց միջև մենք չպարզենք, թե այդ շենքի տակի արմատուրեն, որ փորել են, աբալովք են կապել, ժողովրդական լեզվով խոսենք, էլի,
Այդ ինչ հիմքով են արել, ինչ համակարգ են դրել, ինչքան են երկաթ արմատուրա եւ այլն։ Այդ արդեն 4-րդ, 5-րդ հարկի մասին միշտ պետք է իշնես տակի ծրույց գաս։ Այս ֆունդամենտալ լեզվաբանական խնդիրների մասին, եւ ասեմ ձեզ, այդ լեզվաբանություն հանգարտ դուք չհասկանաք ինչ-որ նեղ, ինչ-որ բան։ Տեսեք, մեկ հայերեն բառով դու կարողանում ես հասկանալ քո նախնիների ամբողջ կրոնա աշխարհաճանաչողական համակարգը։ Արևը մայր մտավ։ Կամ մայրամուտ բառ։ Ես մի բառի մեջ հասկացում եմ, որ տիեզերքը որպես մայրը հանդես եկե հայկական ամենահնագույն շերտերում, որը մենք տեսնում ենք Եգիպտոսում նույնիսկ նկարով ֆրեսկայի վրա, որովհետև դա տարածվել է, այդ էմիգրացիայի շնորհիվ տարածվել է։ Այդ երկինք մայրը կանգնած է ու իր արգանդից դուրս են գալիս բոլոր աստվածները, թվում նաև արևը։ Հետո պտտվում հետ են գալիս նկար։ Բայց ամենահետաքրքիրն է, որ իրանց մոտ այդ գաղափարը միայն այդ նկարի վրա է պահպանվել։ Իսկ մեր լեզվում մայրամուտ չկա աշխարհում ուրիշ լեզու, որ արևը մայր մտնում է, հետ է վերադառնում, մուտն է մտնում մոր, հա, մայրամուտ բառ։ Հիմա մենք եկանք լեզվաբանության, բայց այս լեզվաբանությունը փաստորեն մենակ լեզվաբանություն չի։ Ինքը եւ խորություններով, եւ տարածականությամբ ամբողջ հայագիտության ստրուկտուրալ խնդիրների մասին է, առնչություններ ունի ամեն տեղ։ Եվ այս առումով այսօրվա բանախոսությունը եւ այսօրվա իմ հարազատ, իմ շատ լավ ընկեր Հրաչիկ Հակոբյանը շատ կարեւոր ասելիք ունի։ Խնդրեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն, բարի երեկո։ Այսքան լավ խոսքերից հետո Նանայի եւ Արթուրի ավելի շահեկան է տուն գնալ եւ դափնիների վրա հանգստանալ, բայց ես կփորձարկեմ իմ ճակատագիրը այսօրվա։ Այս թեման շատ պատասխանատու թեմա է այն առումով, որ նման է ածելու սայրի վրայով գնալ գալու, որովհետև մի փոքր այն կողմ, մի փոքր ներքև վնաս է, ինչու, որովհետև մենք գործ ունենք հեղինակությունների հետ, որոնք արդեն չկան, եւ մենք պիտի հիշատակենք նրանց, որոնք շատ մեծ հետք են թողել, շատ մեծ գործ են կատարել, բայց ինչ հարցերում մարդը իդեալական չի, երբեմն նաև սխալներ է գործում, եւ այստեղ ճակատագրի հեգնանքն այն բանի մեջ է, որ եթե այդպիսի մարդու անուն ես տալիս եւ նշում ես վրիպումը, մարդկանց մոտ ակամա անդիմություն է առաջանում այս ելույթի նկատմամբ, բայց դրա համար եմ ես գտնում, որ ավելի լավ է կարդամ, նախ նրա համար, որ ես եթե երկու դասախոսություն ունեմ իրար հետևից նույն առարկան, ինձ մոտ երբեք այդ դասախոսությունները նման չեն ստացվում։ Երևի ընդհանուր թեմատիկայի բանի առումով, բայց միսուարիորը մի անգամայն տարբեր է լինում, այդ պատճառով ես թույլ տվեք կարդամ։ Լեզուների միջև ուշ միջնադարից սկսած բացահայտվել են ընդհանուր բառեր, որոնք հետագայում պատմահամատական քերականության կողմից բաժանվել են 3 խմբի՝ ցեղակցական, փոխազդեցական եւ պատահական։ Ցեղակցական ընդհանրությունների արկայությունը ցույց է տալիս, որ համեմատվող լեզուները ծագում են մեկ ընդհանուր աղբյուրից եւ պատկանում են նույն լեզվաընտանիքին։ Այս դեպքում ընդհանուր են լինում բառեր եւ քերականական մասնիկներ։ Բառերը պատկանում են հիմնական բառաֆոնդին, որի մեջ մտնում են տվյալ լեզվի առաջնային նշանակություն ունեցող միավորները։ Փոխազդեցական ընդհանրությունները ժողովուրդների երկարատև հարևանության եւ շփումների ու ազդեցությունների արդյունք են։ Լինում են երկկողմանի կամ միակողմանի։ Կոչվում են նաեւ փոխառություններ։ Պատահական ընդհանրությունները ոչինչ չեն նշանակում, քանի դեռ գիտությունը այդ պատահականության տակ ինչ-որ մի օրինաչափություն չի բացահայտել։ Ըստ ավանդական լեզվաբանության տվյալների,
հայերենը իր ցեղակցական կապերով հնդեվրոպական լեզվանտանիքի մի ճյուղ է կազմում, սակայն աշխարհի տարբեր լեզուների հետ ունի մեծականակ ընդհանրություններ, որոնք հիմնականում որակվել են որպես հայերենի կատարած փոխառություններ։ Տարբեր լեզուների համար նշվում են ընդամենը հարյուրավոր փոխառություններ, իսկ հայերենում դրանց թիվը հազարների է հասցվել եւ այսօր էլ շարունակում է աճել, որը կասկածելի է դարձնում երևույթի գիտականությունը, ուստի մենք կարծում ենք, որ հայերենի կատարած փոխառությունների քանակը արհեստականորեն չափազանցված է եւ ձեզ ներկայացվող նյութը փորձում է հաստատել այդ կարծիքը։ Որպեսզի պատկերացում կազմենք հայերենի փոխառությունների որոշման սկզբունքների մասին, թե որոնք են փոխառություններ, որոնք կարող են փոխառություններ համարել, առաջին հերթին պետք է դրանք քննարկենք։ Զուտ տրամաբանորեն ծանոթանանք ակադեմիկոս Հրաչյա Աճարյանի գործադրած երկու սկզբունքի հետ։ Առաջին բերում է 33 բառ, իրար հետևից թվարկում է, 3-ը կբերեմ, աշտանակ, աշտարակ, ամբաստանել եւ այլն, եւ գրում է, որ այս բառերը արտաքին բոլոր տվյալներով պետք է որ պարսկական ծագում ունենան, թեև իրանյան ոչ մի լեզվում արձանագրված չեն։ Այսինքն ոչ մի իրանական լեզու այդ բառերը չի տվել, բայց Աճարյանը համոզված է, որ դրանք ունեն պարսկական ծագում, որտեղ դրանք հայկական չեն։ Երկրորդ, սա սկզբունք է, որով որոշվում է փոխառություն է, թե փոխառություն չի։ Երկրորդ սկզբունքը չստուգաբանված բառերի այն մասը, որը լեզվաբանությանը հայտնի որևէ լեզվի արկա փաստերով հնարավոր չէ ստուգաբանել կամ մեկնել, պետք է դասել պատմության ասպարեզից հեռացած, մեռած եւ ինքնուրույնության որևէ հետք չթողած լեզուների շարքը։ Ուրեմն եթե հայերենում մի բառ կա, որը չի բացատրվում շրջակա որևէ լեզվի բառապաշարի տվյալներով, այդ բառը պետք է համարել արդեն մեռած գոյություն չունեցող լեզվից փոխառնված բառ։ Երևի սրանցից բխող հանգամանք է այն, որ իր հայոց լեզվի պատմության աշխատության երկու հատորանոց 30 վերնագրերից 16-ի ներքո թվարկված են լեզուներ, որոնցից հայերենին վերագրվում են բազմաթիվ փոխառություններ իբր Եվրոպայից գալու ճանապարհին, երբ որ Եվրոպայից հայերը գալիս էին, այսինքն սկզբունքային է, որ հայերը Եվրոպայից են եկել եւ այստեղ տեղաբնիկ չեն, երբ որ նրանք այստեղից եկան, Աճարյանը մտածում է հանդիպացնում է նրան հայերենին տարբեր լեզուների ազգությունների ժողովուրդների հետ, որպեսզի հիմնավորի, թե ինչպես հայերենը այդ լեզուները, հիշենք Եզոպոսի առակը այն բաղնիքի ճանապարհի քարի մասին, որին բոլորը խփում էին, անցնում էին, այդպես որ հայերենը այդպես մի բան էր, բոլորի ճանապարհին ընկած։ Որպեսզի չստացվի այնպես, որ հայերենը փոխառություններ է կատարել անգամ իրեն ոչ հարևան չեղած լեզուներից, մի բան, որ հակասում է լեզվաբանության տեսական սկզբունքներին, լեզվաբանները օգտագործում են հայերի եկվորության վարկածը եւ այդ լեզուներից փոխառություններ վերցնելու հանդիպումներ հորինում, իբր Եվրոպայից Հայաստան գալու երկար ու ձիգ ճանապարհին։ Այս սկզբունքը արդեն չի գործում, արդեն եվրոպակենտրոն այս տեսությունը մարել է։ Բերված հղումները ցույց են տալիս, որ հայերենի փոխառությունների սահմանման գործում գիտական սկզբունքների փոխարեն հաճախ կիրառվել են սոսկական պատրվակներ, ուստի դրանց միջոցով սահմանված փոխառությունները հավաստի համարել չենք կարող։ Նշենք, որ բերված 33 բառերը պարունակում են հայերենում բառակազմական բարձր հաճախականություն ունեցող արմատներ ու ածանցներ, իսկ դա արդեն ոչ թե փոխառու, այլ փոխատու լեզվի հատկանիշ է։ Ընդ որում կա կարծիք, որ Հրաչյա Աճարյանը ակնհայտորեն չափազանցում է հայերենի թուրքական փոխառությունների քանակը։ Աճարյանի ժամանակակիցների համար վարկած էր ձևավորվել, որ հայերը Եվրոպայից են եկել։ Այս վարկածը անմիջապես կարելի էր տեղում նույն ժամանակներում, դեռ 19-րդ դարի կեսերին հերքված համարել, քանի որ դեռ 1800-ական թվականներին Բիզնտունյան արձանագրության մեջ հին պարսկերեն, էլամերեն եւ աքադերեն 3 լեզուներով արմինա, հարմինույա եւ ուրաշտու անուններով Հայաստանը արձանագրված էր որպես հայկական բարձրավանդակում գտնվող երկիր։ Հիշում եք Ռոուլինսորի վերլուծությունն էր այդ
արձանագրության։ Հետագայում եւս այդ վարկածը բազմիցս հերքվեց լեզվաբանության, հիշում ենք Գամկրելիձե Իվանով զույգը եւ այլ գիտությունների, հիմնականում կենսաբանական ծագումնաբանության կողմից ԴՆԹ մեթոդի միջոցով եւ Լուիջի Կավալի Սֆորսայի գիտախումբը անհերքելի բացահայտումներով նույնպես հավաստել են հայ էթնոսի գոյությունը հայկական լեռնաշխարհում եւ նրա սահմաններից դուրս դեռ 5000 տարի առաջ։ Հաստատվում է, որ հայերը գրեթե տեղաշարժ չեն կատարել հայկական լեռնաշխարհից, սակայն հայերի եկվորության մասին կեղծիքը մինչ մեր օրերը շարունակում է շրջանառել լեզվաբանության դասագրքերում եւ այլ հրապարակումներում ու դրա մեջ հատուկ միտում կա, քանի որ Համլետ Մարտիրոսյանի մեկնաբանությամբ այս դեպքում հայերը զրկվում են հայկական լեռնաշխարհի վերին 5 քարի դարից մինչև վաղ երկաթի դար ժամանակահատվածի հնագիտական մշակույթի հեղինակը լինելու իրավունքից, ինչպես տեսնում ենք Թուրքիայում կատարվող պեղումների մեկնաբանություններում։ 24 տարվա պեղումների ընթացքում Կլաուս Շմիդտը միայն մի անգամ վրիպեց եւ Պորտասարի հետ կապված տվեց հայերի անունը եւ անհայտ հանգամանքներում մահացավ։ Այս հակասականությունը հետևանքն է այն բանի, որ լեզվաբանական գիտության մեջ պատմականորեն ձևավորվել է երկու ճշմարտություն ճակերտներով։ Առաջինը ավանդական լեզվաբանության կողմից հայերենի շուրջ վարպետորեն հյուսված կեղծ վարկածներն են, որպես մահվան թավշյա ծածկոց։ Սրանց մեջ են մտնում թե հայերի եկվորության, թե հայերենին հազարավոր փոխառություններ վերագրելու, թե փոքրասիական լեզուները ուրարտերենն ու բասկերենը հնդեվրոպական չհամարելու, թե ուրարտական սեպագրերի ընթերցման գործում սեպագրագետ Սեյսի մտցրած սահմանափակումները ընդունելու, թե ճշմարիտ հայագետների դեմ երկարաժամկետ խմբակային պայքար կազմակերպելու եւ այլ տարբեր խոչընդոտներ, որոնք իրականացվել են ակադեմիական լեզվաբանության բարձր դիրքերից եւ աշխարհով մեկ տարածվել իրենց միջոցներով։ Սակայն այս ամենի կողքին նաև ծնունդ են առել ճշմարիտ հայագիտական հետազոտություններ, որոնք ընթացել են անընդհատ ու նոր թափ են առել վերջին մի քանի տասնամյակների հզոր բացահայտումների տեսքով, որոնցից այստեղ կանգ կառնենք հայերենին վերագրվող փոխառությունների իրական բնույթի պարզաբանման վրա։ Քննարկումները հաճախ ցույց են տալիս բազմաթիվ պնդումների անհիմն լինելը, որ դրանք փոխառություններ են։ Եթե վերցնենք աքադերեն, ասուրերեն, ասորերեն, բաբելերեն, եբրայերեն լեզուներից հայերենին վերագրվող փոխառությունները, ապա ստիպված պետք է լինենք վերջին շրջանում բացահայտված հայ-շումերական ընդհանուր բառապաշարի հիման վրա փաստել, որ այդ բառերը շումերերենի միջնորդությամբ հայերենից են անցել սեմական լեզուներին, մինչդեռ գիտությունը պնդում է հակառակը։ Մի փոքր ծանոթություն տամ, դուք գիտեք, որ շումերի ծաղկումը դադարեցվեց աքադական միապետության տիրապետության ընդունումով, հատկապես առաջին հենց միապետից սկսած Սարգոն մեծից մինչև Ասուր բանապալ մոտ 14 դար նրանք ամբողջնում էին, յուրացնում էին շումերական մշակույթը, բայց վաճկատուն թափառական անաստապահ ցեղերի բառապաշարը իզորու չէր, որ դրանք թարգմանեին իրենց լեզվով համապատասխան գիտական գիտաբառեր գտնեին բարձր զարգացած շումերի մշակույթի համարժեք թարգմանություններ ստեղծելու համար։ Այդ ժամանակ նրանք մեծ քանակով փոխառություններ կատարեցին շումերերենից, այսօր արդեն կարող ենք պնդել հայերենից։ Եվ երբ որ հետագայում այդ արդեն բառերը գտնում են հայերենում, այսինքն գնացած հետեկածի պես սկզբունքով համարում է, որ այդ բառերը հայերենը փոխառել է այդ ասորական, ավելի ճիշտ աքադերեն, ասորերեն, բաբելերեն, եբրայերեն լեզուներից, ուստի սկզբունքորեն մենք չենք կարող դրա հետ համաձայնվել, որտեղ օրինակները ցույց են տալիս միանգամայն հակառակը։ Այստեղ կանգ առնենք մի ուրիշ հանգամանքի վրա, Աչարյանը պնդում է, որ գոյություն ունեն մաքրամոլ լեզուներ, որոնք չեն սիրում փոխառություններ։ Սրանք կոչվում են մաքրամոլ կամ պուրիստ լեզուներ, իրանք չեն սիրում։ Եվ բերում է չեխերենի օրինակը, եւ օրինակ է բերում, որ այնտեղ ամբողջ աշխարհը թեատր է ընդունում, թեատր բառը, բայց նրանք վերցրել են սլավոնական արմատ զրելիշը։ Այսինքն չեն տրվել ընդհանուր, թեատր բառի փոխարեն օգտագործում են զրելիշը, արմատը։ Այս առումով լեզվաբանական աշխարհում ընդունված մաքրամոլ լեզվի գաղափարը
ավելի քան ընդունելի է նաև հայերենի նկատմամբ։ Ուղղակի առաջարկում եմ, որ դուք խորհեք։ Եթե վերցնենք քաղաքակրթական, Բիբլիա, ռեսպուբլիկա, կոմպյուտեր, դարակազմիկ 3 հասկացությունները քրիստոնեության սկիզբը, դեմոկրատիայի սկիզբը աշխարհում եւ այսօր համակարգչային թվայնացման սկիզբը, կոմպյուտեր։ Ապա հայերենը որպես հազարամյա սկզբունք չի դավաճանել իրեն։ Աստվածաշունչ Արտուրի հականջի Արտուրի քավորությամբ, որը պնդում է, որ դա այդ պահին ստեղծված բառ չէր, դա կար հին մեր հավատալիքների առումով, Աստվածաշունչ, հանրապետություն եւ համակարգիչ։ Ճիշտ է, ֆրանսիացիներն են ասում ordinateur, որը նշանակում է կարգավորիչ, էլի, բայց նույն բանն է։ Այսինքն ամբողջ աշխարհը ընդհանում է ընդունել այդ բոլոր 3 բառերը որպես տերմիններ, բառեր, բայց մենք այստեղ նույնպես մեր ինքնությունն ենք դրսևորել։ Այս բառերը փոխառություններից խուսափելու նույնպիսի հատկանիշ պետք է դիտել նաև հայերենի համար։ Հայերենի մաքրամոլության ցուցիչ պետք է դիտել, անշուշտ, թե այն, որ շուրջ 900 տարվա ընթացքում թուրքերենից հայերենի վերցրած 4000 փոխառություններից մեր օրերում մնացել է մի 2 տասնյակ բառ, 0.6%-ը։ Եվ այն, որ հայերենին անցած արաբերեն ավելի քան 700 բառերից մնացել են շուրջ 60 բառ, 8.5%-ը։ Այս թվարկումը կարելի է շարունակել, սակայն միտումը պարզ է։ Մաքրամոլ հայերենը որոշակի պատմական ժամանակահատվածում հրաժարվում է իր կատարած փոխառություններից, վերականգնելով ազգային բառաձևեր։ Կատարած փոխառությունների մի մասը հետո լեզվից դուրս մղելու հայերեն ավանդույթը լուրջ կասկածի տակ է դնում նաև այլ լեզուներից, օրինակ պարսկերենից վերցրած 1411 փոխառությունների իրողությունը, քանի որ դրանց մեծ մասը այսօր ըստ հայերենի սկզբունքի չպետք է լինեին, բայց դրանք կան։ Իսկ եթե պահպանվել են, ապա դրանց մի ստվար մասը պետք է ուսումնասիրվեն որպես հայերենից պարսկական լեզվի կատարած փոխառություններ, որը զուգահեռաբար շարունակել է իր գոյությունը 2 լեզուներում։ Ուզում եմ հիմնավորել, թե ինչու։ Հայտնի է, որ նախքան Պարսկաստանի վերելքը պարթևական մշակույթը, դա պարսկական մշակույթի մի հիմնավոր հին շերտն է, կազմավորվել է հենց հայկական լեռնաշխարհում եւ հարակից շրջաններում։ Հայաստանը նաև աշխարհագրական միջանցք է ծառայել Պարսկաստանի համար, ուստի պարսկերենի բառապաշարը պատմականորեն չէր կարող զերծ մնալ հայկական բառապաշարի ենթաշերտային սուբստրատ է կոչվում ներթափանցումից։ Տեսակետ կա անգամ Զրադաշտի հայկական լեռնաշխարհից Պարսկաստան անցնելու վերաբերյալ։ Հատկապես որ հայտնի են պարթևական բառեր, որոնց ծագումը չի բացատրվում իրանագիտության հնչյունական օրինաչափություններով։ Այդ մասին խոսել է Հյուբշմանը, խոսել է Ղափանցյանը։ Սրանք հանգամանքներ են, որոնք ժամանակին կարող էին պատճառ լինել հայերենից պարսկական փոխառությունների համար, որոնք հետագայում պատմահամատական քերականության ներկայացուցիչները մեկնաբանեցին որպես ընդհակառակը հայերենի կատարած փոխառություններ պարսկերենից։ Մի փոքր էլի միջարկում կարդում էի Արամազդի եւ Ահրումանի հարաբերությունների մասին, բարության եւ չարության աստվածներ, բարձր որ նա շատ բարի է, բայց շատ անգործունյա, իսկ Ահրումանը շատ գործունյա է եւ նա դեռ բարի բանը չստացած, սա արդեն նրա դիմաց պատ է շարել։ Եվ այս հակասությունը այնքան է ուժեղանում պարսկական հավատալիքների աշխարհում, իրենց պանթեոնում, որ պարսիկները ստիպված են լինում մտցնել 3-րդ դար հայկական միհրին։ Հայկական միհրին նրանք ընդունում են որպես միջնորդ, հաշտարար այս երկու աստվածությունների միջև։ Հետարքիր բան է սա։ Եվ գիտեք ինչ կարդացի ես հանրագիտարանում, նրա դերը, ֆունկցիան։ Ես մի բառ գիտեմ միայն պարթևական լեզվից, եւ դա այս բառն է։ Նրա դերը կոչվում է միջանցիկ։ Լրիվ հայկական բառ։ Ընդ որում մի նկատի ունեցեք, մեջը չի, միջը, այսինքն նույնիսկ հնչյունական փոփոխություն է ապրել շեշտի տեղափոխության հետ կապված։ Միջանցիկ նշանակում է երկու կողմերի, հա, այսպես հաշտեցնող, եւ այստեղ ստացվում է, որ պարսկական պանթեոնը
այս երրորդին է ընդունում փաստորեն ըստ երության գլխավոր Աստված։ Կարելի է այդպես եզրակացություն անել, եթե նա երկուսին հաշտեցնողն է, ուրեմն հաշտարար դատավորն է, որի իրավասությունները երևի մի քիչ ավելի լայն են, քան մյուսներինը։ Համադրելով հայագետների աշխատություններում եղած տվյալները այլևայլ լեզուներից հայերենի կատարած փոխառությունների մասին, մենք ստացանք 7808 փոխառություն, որոնցից մեր օրերում գործածվում են 1005 բառ, այդպես հստակ բան չկա, բայց եղած տվյալներով, այսինքն 12.9%, 13%։ Մաքրամոլության սկզբունքը, որով հայերենի բառապաշարում այս զտումը կատարվել է, հայերենին վերագրվող փոխառությունների դեմ խոսող կարևոր գործոնն է, բայց այն միակը չէ, դրանց կանդրադառնանք հետո։ Փորձելով պարզել, թե ինչի հիման վրա են լեզուների միջև եղած ընդհանրությունները գնահատվել որպես փոխառություններ եւ որոնք են մեր փոխատու լեզուները, ուսումնասիրել ենք Էդվարդ Տաղայանի հայ լեզվաբանության պատմություն 2 հատորանոց եւ Աչարյանի հայոց լեզվի պատմությունների 2 հատոր գրքերում քննարկված հայագետների ուսմունքները, կանգ են կառել միջնադարից սկսած հայ եւ օտարազգի բազմաթիվ հայագետների, ինչպես նաև Վենետիկի ու Վիեննայի Միխտարյան հայրերի կատարած հայերենի եւ մի քանի տասնյակի հասնող լեզուների միջև բացահայտված ընդհանրությունների քննության վրա։ Նշենք, որ նրանց մեծ մասը հիմնականում խոսում են ամենատարբեր տեսակների, հատկապես ծագումնաբանական ընդհանրությունների մասին, սակայն կան հայագետներ, որոնք ինչ-ինչ պայմաններից դրդված ամեն ընդհանուր բառ համարում են փոխառություն, ակնհայտորեն չարաշահելով այդ հնարավորությունը։ Նյութի մեծ ծավալի պատճառով կանգ կառնենք միայն որոշ քննարկումների վրա, որտեղ նյութը իսկապես շատ մեծ է, նախապես նշելով, որ այդ լեզվաբանները իրենց հայտնաբերած ընդհանրությունները մեծամասամբ համարում են ոչ թե փոխառություններ, այլ հնդեվրոպական կամ ուրիշ լեզվաընտանիքների լեզուների հետ ունեցած ծագումնաբանական ընդհանրություններ։ Այստեղ Արթուր Արմինը ներկայացրեց երկու կիսատ տեսությունների գոյության մասին, որոնցից ամեն մեկը իրեն էր հռչակում որպես ձևավորված, հղկված տեսություն։ Առաջինը պատմահամատական լեզվաբանության բերած ուրեմն լեզվաընտանիքների տեսությունն է եւ դրանցից ամենամշակվածը հնդեվրոպական լեզվաընտանիքի տեսությունը, իսկ մյուսը նոստրատիկ տեսությունն է, որը խոսում է միջ լեզվաընտանիքային ընդհանրությունների մասին։ Սոֆուս Բուգեն Հյուբշմանի հետևորդն էր, Նորվեգիայից, սկանդինավյան լեզուների մասնագետ էր, վերցանել էր ամենահին ռունյան ձեռագիրը, տիրապետում էր նաև իտալերենով եւ լատիներենով արված արձանագրությունների լեզուներին, լավ յուրացրել էր հին հնդեվրոպական լեզուների հիմքերը, խորացել էր նաև հայերենի մեջ, տարբեր տարիների ընթացքում ստուգաբանելով հայերեն բազմաթիվ բառեր։ Այդ լեզուների ոլորտում նրա ստուգաբանությունները ընդունվել են առանց որևէ քննադատության, սակայն հայերենի ստուգաբանությունները քննադատվել են ասորաբան լեզվաբանների կողմից։ Հնդեվրոպական լեզուների մեջ նա պարզել է, որ էտրուսկերեն լեզուն հնդեվրոպական լեզուներից հատկապես հայերենին է շատ մոտ եւ էտրուսկերենի ու հնդեվրոպական լեզուների հարաբերությունները քննել է հայերենի փաստերի միջոցով։ Լեմնոսի տյուրենյան վիմական արձանագրություններին վերաբերող հետազոտությունների հիման վրա Բուգեն բացարձակորեն ընդունել է էտրուսկերենի եւ տյուրեներենի առավել մերձակցությունը հայերենին, քան հնդեվրոպական որևէ այլ լեզվի։ Նույնիսկ այստեղ էջերը բանը բերում եմ գիտականություն պահպանելու համար։ Բուգեի կատարած հայերեն մի շարք ստուգաբանությունը հիացմունք են պատճառել նաև Հյուբշմանին, որը շատ մեծ ստուգաբան է։ 1890 թվականին իր էտրուսկերեն եւ հայերեն էտրուսկի շունտարմենիշ աշխատության մեջ Բուգեն հայերի Եվրոպայից գաղթած լինելու վարկածի ազդեցությամբ գրում է, որ հայերենը ծագել է էտրուսկերենից, բայց հետո փոխում է վերաբերմունքը, հետո արդեն ավելի տարիներ անց գրում է հակառակը, որ նրանք հավասար թևեր են կազմել միմյանց հետ եւ բոլոր դեպքերում այդ երկու լեզուները իրար չափազանց մոտ են գրում է։ Հայերենի եւ էտրուսկերենի մերձավորության վերաբերյալ նույն պնդումը կա նաեւ անգլիացի լեզվաբան Ռոբերտ Էլիսի աշխատության մեջ։ Հայերենի ծագումը էտրուսկերենից 1861 թիվ դեռ նոր լեզվաբանությունը ոտքի է կանգնում։
Էլիսը նույնպես բարապաշարի զգալի հայմատություններ է կատարել լշված երկու լեզուների միջև, շեշտելով հատկապես հայերենի մերձակցությունը էտրուսկերենին այնպես, ինչպես իռլանդերենն է մեր բրիտանական լեզուների նկատմամբ, ընդ որում նման եզրակացության համար նա հետազոտել է նաև հայերենի մի շարք բարբառներ, այսինքն ոչ միայն գրականը, ոչ միայն գրաբառը։ Կարդանք Բուգեին։ Էտրուսկերենը ցակման փոքր Ասիայից է, մերձավոր ազգակից հայերենին, եւ այս տեսակետը կարող է հաշտեցնել էտրուսկագետների այն պես կարծիքները, որոնք բոլորովին հակառակ են իրար, որտեղ հայերեն լեզուն էլ թեև հայտնապես հնդեվրոպական է, բայց խիստ հեռու է հնդեվրոպական լեզվի նախնական կերպարանքից։ Շատ բաների մեջ էտրուսկերենը նման է այժմյան հայ գավառական բարբառներին, որոնք հեռանում են դասական հայերենից։ Այժմ Լեմնոսի Տյուրինյան վիմական արձանագրությունների գյուտից հետո հավանական է էտրուսկերենի եւ տյուրեներենի մերձավոր ցեղակցությունը հայերենի հետ։ Այսինքն հավանական է հաստատվել։ Գրում է հեղինակը գրքի էջերում կատարած բառացանկերի եւ քերականական ծավալուն հայմատությունների հիման վրա։ Սա ցույց է տալիս, որ հայերենի եւ էտրուսկերենի առնչությունները ոչ թե փոխառություններ են, այլ ցակումնաբանական ընդհանրություններ։ Բուգեն անմիջականորեն հակադարձում է Բողասքյոյում հայտնաբերված 13000 արձանագրությունների վերաբերյալ Կրեչմերի եւ Հրոզնոյի ենթադրությանը, ըստ որոնց միմյանցից արհեստականորեն հեռացված 8 լեզուներից մեծ դժվարությամբ հնդեվրոպական դիտվեց միայն հաթերենը, այսինքն խեթերենը, իսկ մնացածները դասվեցին ասիական լեզուների խմբին։ Միաժամանակ արձանագրվեց հակագիտական մի դրույթ, որ այդ լեզուները կապ չունեն ինչպես միմյանց հետ, այնպես էլ հայերենի հետ։ Սա է հիմնական խնդիրը իրենց։ Այսպիսի որոշումը հիմնավոր դարձնելու նպատակով Հրոզնին 6 ամիս անցկացրեց Ստամբուլում, այդ արձանագրությունների վրա աշխատելով, որպեսզի գիտական հանրությանը իր որոշումը ավելի հիմնավոր կարողանա ներկայացնել։ Սակայն իրականությունը այլ էր։ Ըստ Բուգեի վերջնական եզրակացության, Փոքր Ասիայի, այսինքն էթուդ ժողովուրդների լեզուները, Փոքր Ասիայի բոլոր լեզուները առավել մերձավոր են հայերենին, քան որևէ այլ հնդեվրոպական լեզվի, այսինքն առաջին հնդեվրոպական են եւ ավելի մերձավոր են հայերենին։ Սա հենց Կրեչմերի, Հրոզնու եւ բոլոր այն լեզվաբաների անառողջ ջանքերի մերժումն է, որոնք հայերենի հետ մերձավոր ցեղակցությամբ կապված լեզուների բառային ընդհանրությունները անպայմանորեն որակում էին որպես հայերենի կատարած փոխառություններ։ Թե որքանով էին այս մարդիկ տարված խեթերենը հայերենից օտարելու մոլուցքով, կարելի է դատել նաև նրանով, որ Հրոզնին իր դասագրքի մեջ այդ դասագիրքը հենց խեթերենի դասագիրք էր։ Ինքը գրել էր խեթերենի դասագիրք։ Դասագրքի մեջ աղավաղում էր որոշ բառերի սեպագիր պատկերները, որպեսզի թաքցնի հայերեն եւ հաթերեն բառերի նույնությունը։ Սա բացահայտեց հայագետ Վարուժ Ներսեսյանը Ամերիկայից։ Հիշենք, որ Պետեր Յենսենը անընդհատ դժգոհում էր, որ իր հակառակորդ ասորագետները իրենց ելույթներում երբեք չէին ներկայացնում հաթերեն սեպագիր արձանագրությունների ֆոտոպատկերները, ինչը հատուկ էր զեղծարարներին, բայց ինչի կարևոր էր, որպեսզի դիմացիները տեսնեն, որ հա ֆոտոն ժայռապատկերի կամ տեքստի եւ ան նրա ձեռագիր վիճակը։ Միանգամայն ինքնատիպ է Հոլգեր Պեդերսոնի տեսակետը հաթերենի եւ փրուգերենի հետ հայերենի կապերի մասին։ Պեդերսոնը հիմնավորում է, որ նշված լեզուները հնդեվրոպական լեզուների հետ չափազանց քիչ կապեր ունեն, բայց դրանք էլ բացահայտելի են միայն հայերենի հետ իրենց ունեցած մերձավորության շնորհիվ։ Պեդերսոնը հակադրում է հայ, հաթ, հեթիտ, հիթիտ անունների հետ կատարվող ձեռնացություններին, որտեղ ասում են, որ սրանք տարբեր բաներ են։ Դուք հիշում եք այն Անդերսենի հեքիաթը, այն որ կերպաս են գործում, կեղծ կերպասագործները, ոչինչ չկա, եւ հետո դրանից կտոր են կարում, թագավորին հարցնում են, բայց մանուկը ասում է, ախր թագավորը մերկ է։ Այսինքն չկա այդ կերպասը։ Հա, այդպիսի վերաբերմունք են ստեղծել, որ հանկարծ որևէ մեկ ասի, եթե հաթն ու հայը նույնն է, ուրեմն նա տգետ լեզվաբան է։ Նա գրում է, անհեթեթություն է կարծել, թե որևէ ցեղ իր համար իբր անուն վերցնում է մի ուրիշ ցեղի անուն։ Այսինքն, եթե հաթն ու հայը լեզվաբանորեն նույնն են, նու մի փոքր շեղվեմ, H-A-T-I երկու ձայնավորների միջև եղած տ-ն, ըստ հնդեվրոպական հնչյունաբանական փոփոխությունների պետք է տա հայ, յ,
Ծն տալիս է հ։ Այդպես է հայր բառում, մայր բառում, եղբայր բառում եւ այլն։ Ուրեմն հաթի նշանակում է հայ, հայի, որը աստորեն վերջում ի անկում այնտեղ եւ այստեղ միանգամայն հասկանալի է, որ դա նույն ցեղանունն է։ Անհատեցությունը կարծել թե որևէ ցեղ իր համար իբր անուն վերցնում է մի ուրիշ ցեղի անուն, որի հետ ոչ խաչավորվել է եւ ոչ էլ այնպիսի փոխհարաբերությունների մեջ եղել, որ նրա ազդեցությանը ենթարկված լիներ։ Ուստի այս լեզուները նահակված է դիտել որպես հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում ապրող նույն ժողովրդի բարբառներ։ Լեզվամշակութային ընդհանրությունների մերօրյա անկալմամբ հաթերենը այսօր ավելի շատ դիտվում է որպես արևմտահայերենի յուրահատկությունները պարունակող լեզու, սրանից բխող բոլոր հետևանքներով։ Արևմտահայերենի եւ տարածքն է նույնը, եւ ժողովուրդը մնացել է միջև արևմտահայություն, բայց չկորցնելով կապը արևելյան հայերենի հետ։ Պեդերսոնը իր ընդհանուր տպավորություններով մերժում է նաեւ կովկասյան լեզուներից հայերենի կրած ազդեցությունների տեսակետը, հայերենը դիտելով որպես առավել բարձր մշակույթ ներկայացնող լեզու, այսինքն ինչպես ջրերն են բարձունքներից հոսում դեպի ցած, այնպես էլ մշակույթն է ավելի զարգացածներից հոսում դեպի ավելի թույլ զարգացածները։ Նա թողել է նաև հայերենից թուրքերենին անցած փոխառությունների մի մեծ ցուցակ։ Այս ուսումնասիրությունների ընթացքում մենք վկա ենք դառնում մի չհայտարարագրված հակամարտության, ըստ որի վերը նշված հաթերենի եւ փոքր Ասիայի լեզուների էտրուսկերենի, փրուգերենի, լյուկիերենի, լիկիերենի եւ այլոց մերձավոր ցեղակցական կապերը ամբողջովին անտեսվում են ոչ միայն հայերենի, այլև հնդեվրոպական լեզուների առումով, որպեսզի դրանց հետ եղած ընդհանրությունները ներկայացվեն որպես հայերենի կատարած փոխառություններ։ Բացահայտելով նոստրատիկ ցեղակցության գաղափարը որպես շատ ավելի լայն ցեղակցության հետևանք, քան լեզվանտանիքն է, հայագետ Պեդերսոնը շտկողական թերապիա իրականացրեց հնդեվրոպաբանության մեջ, որպեսզի հայերենին վերագրվող բազմաթիվ փոխառությունները առավել գիտական ձևակերպում ստանան որպես հեռավոր ցեղակցության փաստեր եւ ոչ թե սոսկ փոխառություններ։ Պեդերսոնը դրանք կոչեց նոստրատիկ ընդհանրություններ, օգտագործելով լատիներեն nostra դերանունը մեր են նշանակում, այսինքն մերոնքական մերային։ Այս ընդհանրությունները ուղղակիորեն հակադրվում են հայկական փոխառությունների վարկածին եւ խոսում են հնդեվրոպականից շատ ավելի վաղ ժամանակներում հայկական լեռնաշխարհից կատարված այլ լեզվանտանիքների զանգվածային տեղաշարժերի մասին։ Ըստ որոշ վկայությունների, այդ լեզվանտանիքներից են Ալթայանը, Դրավիդյանը, Սեմաքամյանը, Ուրալյանը, Կովկասյանը, որոնց մեջ նոստրատիկ ցեղակցության ընդհանրությունները ավելի վառ են արտահայտված, ուստի հետագա խոր հետազոտությունների անհրաժեշտություն կա։ Այստեղ կանգ չենք առնում Յենսենի եւ Կարստի գործերի վրա, այլ մենք հիշատակում ենք, որ նրանց լեզվաբանական գործունեության մեջ առանցքային էր հայերենի հետ հաթերենի, շումերերենի եւ բասկերենի մերձավոր ցեղակցական ընդհանրությունների վերհանումը։ Իսկ հատկապես Հյուշմանին ու Յենսենին ենք պարտական, որ իրենց տեքստերում հստակորեն բացահայտեցին ու մերկացրին ասորաբանների կազմակերպած հակահայագիտական պայքարի ծրագրերի ու թիմերի գոյությունը։ Այստեղ մի փոքր նրբություն կա։ Յենսենը շատ ավելի անկեղծ էր, նախաձեռնող, ոչ խորամանկ։ Եվ նա, երբ որ քննադատում էր իրեն քննադատողներին, նա նկատեց, որ սա թիմ է։ Իրար պաստալով անընդհատ իրեն խփում են։ Ոնց որ Հայաստանը պատմական, մեկ սրա հետ է կռվել, մեկ նա է եկել պատերազմում, մեկ, այսինքն անընդհատ պատերազմի մեջ են եղել։ Ճիշտ նույն վիճակում եղել է Յենսենը։ Եվ նա բացահայտեց, որ այստեղ կա սինդիկատ, որ այստեղ կա անկերակցություն, որ այստեղ կա համքարություն։ Եվ բացահայտեց ու խոսեց այդ համքարության գոյության մասին։ Դրա համար նրա նկատմամբ շատ դաժան եղան։ Իսկ Հյուշմանը, չգիտեմ, գիտակցեց, որ կա այդ համքարությունը թե չէ, նա իր պայքարը անհատներից այն կողմ չանցկացրեց։ Նա ցույց չտվեց, որ այստեղ կա համքարություն, անկերակցություն, այդ պատճառով նա հաղթանակեց։ Նրան թույլ տվին հաղթանակել, բայց նրա հաղթանակը շատ մեծ չէր եւ շատ չէր տարբերվում հակահաղթանակից, որովհետեւ այն ժամանակներում խնդիր էր դրված հայերենը հռչակել հնդեվրոպական։ Ինչու՞, որովհետեւ կար չափածուցված ապրիորի կարծիք, տեսակետ, որ հնդեվրոպական ժողովուրդները Եվրոպայում են ձևավորվել, դե ուրեմն Փարքաստուն հայերը Հայաստան եկվոր են։ Սա էր, այսինքն սա ձյուկ հայլ էր, շախմատային լեզվով ասած։
Այսպիսով հանձին Սոֆուս Բուգեի, Ռոբերտ Էլիսի, Հոլգեր Պեդերսոնի, այնուհետև Պիտեր Յենսենի, Յուզեֆ Կարստի հայ լեզվաբանությունը եվրոպացիների մեջ ունեցել է սկզբունքային աննահանջ գիտնականներ, որոնք պայքարել են ճշմարիտ հայագիտության դիրքերում, չեն ընկրկել հայոց մշակույթի հակառակորդների համակարգայնորեն կազմակերպված ճնշումների տակ, բայց արժանի կերպով չեն գնահատվել ժամանակի հայ ակադեմիական շրջանների կողմից ու չեն գնահատվում նաև նորանկախ շրջանի հայ լեզվաբանների ու հասարակության կողմից միանգամայն ակնհայտ պատճառներով, որոնցից մի մասի բացահայտումը այս աշխատանքի առանցքային պահերից մեկն է կազմում։ Գրիգոր Ղափանցյանը երիտասարդ հասակից զբաղվել է ընդհանուր լեզվաբանությամբ եւ հայագիտությամբ, որոնց արդյունքները խաչաձևվել են հայկական լեռնաշխարհում ձևավորված հայկական մշակութային դրսևորումներում։ Հայ լեզվաբանության մեջ քչերն են նրան նման խորացել հայոց լեզվական անցյալում։ Նա ուսումնասիրել է հայ ժողովրդի եւ հայոց լեզվի կազմավորմանը մասնակցեց ամենատարբեր ցեղերի ու ցեղախմբերի պատմությունները, դիցաբանականից մինչև լեզվական ընդհանրությունները, կանգ առնելով նաեւ փոքրասիական եւ կոկեսյան լեզուների հետ հայերենի ունեցած ընդհանրությունների վրա։ Թվում է, թե այդ խառը ժամանակներում նրան առանձնապես չի հուզել համապատասխանում են արդյոք իր համոզմունքները ժամանակի կառավարող տեսակետներին, թե ոչ։ Այսօր էլ մեզ զարմացնում է նրա մոտեցումների համարձակությունը։ Նրա ժամանակակիցների համար սոսկ պատահական հնչյունային համընկնումներ էին Հայասաազի, Հայաստան, Արիմե Շուպրիա, Արամի երկիր, Արամ, Արամերեն, Խեթեր, Հաթեր, հայեր, հիթիթներ, Արարատ, Ուրարտու եւ այլ անվանումներ։ Ընդունված էր, որ սրանք իր հետ ոչ մի կապ չունեն, պատահական հնչյունային համընկնումներ են։ Իսկ Գրիգոր Ղափանցյանը դրանք իբրև լեզվական կոդեր դիտելով փորձել է բացատրել դրանց կապերն ու առնչությունները, չտրվելով ոչ ժամանակի եւ ոչ հեղինակությունների ազդեցություններին, թե հայկական լեռնաշխարհի, թե փոքրասիական տարածքների, թե կովկասյան լեզուների գործնական ուսումնասիրությունները նրան գիտական նյութ են մատակարարել հայոց լեզվի զարգացման վաղ շրջանների մասին։ Նա բարձրաձայնում էր ոչ հնդեվրոպական լեզուների հետ հայերենի ունեցած ընդհանրությունների խնդիրը եւ կասկածի տակ դրեց համարձակորեն Աճարյանի ներկայացրած 713 արմատներից ուղիղ կեսը, ասելով, որ դրանք կովկասյան եւ ասիանիկ խմբերում այդ բառերը կան եւ իմաստ չունի, որ դա համարենք, այսինքն հետագա ամբռնումներով դրանք նոստրատիկ ցեղակցություն էին։ Նրա համար լեզվաբանական գիտությունը ու նրա ճշմարիտ արժեքները ամեն ինչից վեր էին։ Արժևորելով երիտքերականների սահմանած հնչյունական օրենքները, Ղափանցյանը դրանք սահմանափակում է ազդեցության տարածքներով ու ժամանակով եւ գտնում, որ ամեն հնչյունական օրենք ունի իր ազդեցության ուժեղ շրջանը, թուլացման շրջանը, որի ընթացքում այն ընկնում է առավել նոր ու հզոր օրենքների ազդեցության տակ, թուլանում է եւ կարող է թույլ տալ նաեւ բացառություններ։ Օրենքը չպետք է բացառություններ ճանաչի, այս է իրեն սկզբունքը։ Եվ այն բառերը, որոնք բացառություն են կազմում այս կամ այն օրենքից, անմիջապես համարվում են փոխառություն։ Մերդեմ օրենքին։ Մինչդեռ ակադեմիական լեզվաբանության կողմից հնչյունային օրենքները բացարձակ էին, իսկ հայերենում դրանց չհամապատասխանող բառերը օտարվեցին ու նույնպես դիտվեցին փոխառություններ օտար լեզուներից։ Ղափանցյանը քննում է հայերենի ցեղակցական կապերը ուրարտերենի, հաթերենի եւ ասիական դիտված այլ լեզուների հետ։ Նա բացահայտեց, որ փոքրասիական եւ կովկասյան լեզուների հետ հայերենի ունեցած ընդհանրությունները հնդեվրոպականից ավելի շատ են ու դրանք ունեն չբացահայտված գիտական հիմքեր։ Ստեղծված վիճակից դուրս գալու գիտական ուղին նա տեսավ մառի տեսության զարգացման մեջ մեր լեզվի առաջացումը կապելով հայերի եւ արմենների լեզվական խաչավորման հետ, բոլորիս հայտնի այդ խաչավորման տեսությունը։ Ղափանցյանի վճիռը Կրեչմերի հրոզն ու կատարած խառնակության պատասխանն էր, որոնց ջանքերով փոքրասիական լեզուները օտարվում էին հայերենից եւ հնդեվրոպականներից։ Ընդունելով հանդերձ այս երկփեղկված վիճակը, ակադեմիական լեզվաբանությունը մինչև օրս էլ ճիշտ լուծումներ չի առաջարկել եւ բավարարվել է այդ կապերը փոխառություններ համարելու վարկածով, որը ինչպես երևում է մեր վերլուծություններից հայրենագիտության վզին փաթաթված արհեստացին կամայականություններից մեկն է։ Վահան Սարգսյանը Ջահուկյանի խմբագրությամբ բասկերենի հետ հայերենի ունեցած ընդհանրությունների մասին իր աշխատության մեջ ներկայացնում է այդ հարցով զբաղվող բազմաթիվ հատկապես բասկ լեզվաբանների հետազոտությունների անարարկելի արդյունքները հայ բասկոնյան
մերձավոր ցեղակցության վերաբերյալ, որոնք մեծածավալ բառապաշարից բացի ընդգրկում են նաև բազմաթիվ տեղանուններ։ Նույնիսկ շոշափվել է Բասենի գավառից նրանց գնալու հանգամանք։ Այդպես անունները միշտ տարել են մարդիկ իրենց երկրի։ Հայ բասկոնյան լեզվի առնչություններն ուսումնասիրող աշխատանքների մեջ անուրանալի են նաև կարստի եւ մառի հետազոտությունները, նրանց ալարոզյան ու հավետական տեսությունները, որոնց մեջ աշխարհիկ լեզուների զարգացումների հիմքում բացահայտված է հայերենի ակտիվ դերակատարությունը։ Թեև այդ տեսությունները մերժվել են, սակայն մերժվել են կամայականորեն։ Մի կողմից Մեյեի բիրտ հարձակումների շնորհիվ կարստի դեմ, որին նույնիսկ ֆաշիստ անվանեց, արդեն ֆաշիզմը կործանված էր, եւ այդ պատճառով որևէ մեկին ֆաշիստ անվանել, այդ նշանակում է կյանքի հետ խաղալ։ Մյուս կողմից Ստալինի իշխանական ռեսուրսի գործադրման շնորհիվ ուստի մի օր վերականգնվելու էին նորացված մոտեցումները։ Ես ուսումնասիրություններ ունեմ, երկուսն էլ գործել են սեմական, ասորագիտական լեզվաբանության թելադրանքով։ Արմեն Դավթյանը շումերերենում եւ հայերենում հայտնաբերելով 2500-ի հասնող արմատների, բառերի, քերականական ձևերի ընդհանրություններ, վկայում է դրանց մերձավոր ցեղակցությունը, դրանով հերքելով պարսկերենից կամ սեմական լեզուներից հայերենում դրանց մի մասի փոխառություն լինելու անընդհատ թմկահարվող վարկածը։ Լեյլա Ստեփանյանը բացահայտել է պոլինեզիական, մասնավորապես սուրբ զատկի կզու ռապանույ լեզվի եւ հայերենի ավելի քան 3000 ընդհանրություններ եւ դրանց մի զգալի մասի վաղնջական գոյությամբ նույնպես բացառել է դրանց փոխառված լինելու խնդիրը ավելի ուշ շրջաններում պատմական թատերաբեմ իջած լեզուներից։ Այստեղ եւս կան տեղանմանական եւ դիցանմանական բազում ընդհանրություններ։ Սարգիս Այվազյանը ամբողջացնելով արարատյան հայերենի կամ ուրարտերենի ոլորտում կատարված բազմամյա ուսումնասիրությունները իր հերթին մերժում է ուրարտերեն հայերեն լեզուներին վերագրված օտարությունը, ընդհանրությունների փոխառական բնույթը եւ ուրարտական բառապաշարի 85%-ը բացահայտում որպես հայերենի հետ մերձավոր ցեղակցության արդյունք։ Եվ ամփոփ եմ։ Այսպիսով սույն ելույթում համադրելով աշխարհի լեզուների հետ հայերենի ունեցած ընդհանրությունների ոլորտում լեզվաբանների հետազոտական աշխատանքները կատարում են հետևյալ եզրակացությունները։ Առաջին, թեև պատմահամատական լեզվաբանությունն իր գոյության ընթացքում ստեղծել է աշխարհի լեզուների միջև եղած ընդհանրությունների բնութագրման բավականին լուրջ մեթոդաբանություն, սակայն այն հետևողականորեն չի գործադրել այլ լեզուների հետ հայերենի ունեցած նյութի դասակարգման ոլորտում, իսկ այդ ընդհանրությունները ապրիորի հայտարարվել են հայերենի կատարած փոխառություններ եւ այդպես ծանուցվել աշխարհին։ Այդ ուժերի գործունեության երկրորդ Այդ ուժերի գործունեության հիմնական ուղղություններից մեկը այն է, որ ամեն կերպ մերժելով ուրարտերեն, շումերերեն, հաթերեն, էտրուսկերեն, բասկերեն եւ այլ հին լեզուների հայերենի հետ ունեցած սերտ ցեղակցական ընդհանրությունները, դրանց նույնիսկ հայտարարեցին ոչ հնդեվրոպական լեզուներ, իմացաբանորեն նոսրացնելով հայերեն լեզվաճյուղի միջակայքը։ Իսկ դրանց հետ պահպանված ընդհանուր բառապաշարը համարեցին հայերենի կատարած փոխառություններ։ Մերօրյա բացահայտումներից հետո այդ լեզուները այսօրվա տվյալներով արդեն, բայց նաև հետագա հետազոտությունների արդյունքում որպես ենթաճյուղեր, լեզուներ եւ բարբառներ կարող են համալրել հայկական լեզվաճյուղը եւ նա չի ներկայանա որպես մի միակ լեզու, քանի որ այդ ցեղերը մասնակցել են կամ մասն են կազմել հայ ժողովրդի կազմավորմանը հնդեվրոպական արտագաղթերից շատ ավելի առաջ ընկած մի փուլում։ Այդ լեզուների հետ ունեցած ընդհանրությունները մի կողմից նվազեցնում են հայերենին վերագրող փոխառությունների ցանկը, քանակը, մյուս կողմից նվազեցնում են հայերենի չստուգաբանված արմատների ցանկը, որտեղ Արթուր Արմենյանը նշած այդ 5-6000 արմատներից բավական արդեն այսօր ստուգաբանված են վերնշված լեզուների հետ այդ հարաբերություններում։ Երրորդ, հայերենի փոխառությունների վարկածի հաստատման համար ակադեմիական լեզվաբանության առաջատար ներկայացուցիչների կողմից օրինականացվել են ժամանակավրեպ մեկնաբանություններ, ոչ գիտական եզրակացություններ, որոնք ձևավորվել են հայերի եկվարության եւ այլ կեղծ վարկածների հիման վրա եւ այսօր մերկացվում ու մերժվում են այդ վարկածների հետ միասին։
Այդ ուղղությամբ գործող խմբավորումների գոյությունը եւ դրանց իրականացրած մեթոդական պայքարը բացահայտված է Մարի եւ Կարստի տեսությունների դեմ պայքարում, Հյուբշմանի եւ Յենսենի աշխատությունների նյութերում, որտեղ երևում են ասորագետների ու այլ համեմատաբանների մղած տևական պայքարի մեթոդների զինանոցը, ծրագրային հետապնդումներ, թիմային պայքարի հնարներ եւ այնպիսի քայլեր, որոնք հետագայում կոչվեցին խուցպա, հերյուրանք, վիրավորանք, սարկազմ, թշնամանք ու անհանդուրժողականություն, իսկ հետազոտություններում կատարեցին աղավաղումներ, կեղծիք զեղծարարություն։ 4. Փոխառությունների արկայությունը լեզուների փոխազդեցության բնական հետևանք է եւ տարածված երևույթ, սակայն ինչպես երևաց մեր քննարկումից, հայրենին վերագրվող փոխառությունների քանակը ընդունելի ողջամիտ չափի մեջ չէ, հակագիտական է եւ բնականաբար այսօր հերկվում է լեզվաբանական նորագույն տվյալներով։ Թեև այլ լեզուների հետ հայերենի բառային ընդհանրությունները դեռ ճշտվում են եւ բնութագիրը վերջնական չէ, ընդհանուր պատկերը արդեն ուրվագծվում է, ու այդ փոխառությունների հոտ զանգվածը այսօր կարելի է բաժանել հետևյալ խմբերի։ Ա. Դրանց մի մասը շարունակում է մնալ հայերենին որպես հայերենին վերագրվող փոխառություններ, քանի դեռ դրանք ավելի ճշգրիտ լուծում չեն ստացել։ Բայց այս բառերի քանակը գնալով փոքրանալու է։ Երկրորդ. Բ. Ժամանակակից հետազոտությունները այդ փոխառությունների ցանկում բացահայտել են ծագումնաբանորեն ընդհանուր բազմաթիվ բառեր, որոնք չէին կարող միաժամանակ նաև հետագա փոխառություններ լինել։ Քանի որ առաջինը մինչ այդ արդեն հայերենի բառապաշարում կային, եւ երկրորդը փոխատու համարվող ասորերեն, եբրայերեն, պարսկերեն եւ այլ լեզուները այդ բառերի ծագումից ավելի ուշ պատմական թատերաբեմ իջան։ Գ. Փոխառությունների երրորդ մասով Պեդերսենի տեսության շնորհիվ հայերենը կապված է ոչ հնդեվրոպական լեզվաընտանիքների լեզուների հետ։ Հայերենի նոստրատիկ ընդհանրությունները դեռ ապագա լեզվաբանության դիտարկումների նյութ են դառնալու։ 5. Խոսելով ամնդական լեզվաբանության հակահայագիտական նկրտումների մասին, մենք բարեբախտություն ունեցանք ներկայացնել նաև այնպիսի լեզվաբանների, որոնց համար հայագիտությունը կյանքի եւ արժանապատվության խնդիր է եղել։ Մեր այսօրվա խոսքը նրանց գործունեության մի փոքրիկ վերլուծությունն է, որի շնորհիվ հայոց լեզվի վերաբերյալ գիտությունը այնուամենայնիվ հասել է ինչ-ինչ հաջողությունների ու այսօր ներկայանում է որոշակի ասելիքով։ Այդ ասելիքի մի մասը հայերենին բնութագրում է որպես հնդեվրոպական լեզվաընտանիքի անդամ, իսկ մյուս մասը տարբեր լեզվաընտանիքների պատկանող կամ այդպիսին համարվող լեզուների հետ ունեցած ցեղակցական ընդհանրությունների կիզակետ։ Հայերենի այս բազմաշերտությունը բերում է նրան, որ հայկական լեզվաճյուղը հնդեվրոպական լեզվաընտանիքում արդեն ներկայանում է լեզուների մեծ խմբով եւ հետո հայկական լեռնաշխարհը միարժեք ընդունվում է որպես արմենոիդ կենտրոնով եվրոպոիդ տիպի մարդկային միասնական հանրության օրրան։ 6. Այս դիտարկումները իհարկե հետ չեն պահելու հայերենի փոխառություններ առանց սահմանի շարժման մերօրյա գործիչներին, որոնք ակտիվ են դրսում եւ երկրում ներդրված զանազան դրամաշնորհերի շրջանակներում եւ իրենց շահաբեր ուսումնասիրություններով շարունակում են աղավաղել լեզվաբանության գիտական հիմքերը։ Ես ավարտեցի, եթե հարցեր կան, խնդրում եմ։ Հարցեր կան։ Շնորհակալություն։ Սամվել Վարձելյան, ֆիզիկոս։ Ես դիմոտենամ, որ լավ չեմ լսում։ Դե լավ, ես բարձր կխոսեմ։ Եթե խոսեք։ Ես հակված չեմ ձեզ որևէ դիտողություն անել, խոնարհվում եմ ձեր այսօրվա ելույթի առջև, որտեղ շատ ընդարձակ նկարագրեցիք ազգակից լեզուները, հարակից լեզուները եւ մեր այսպես ասած մոտիկ ազգերն ու ազգությունները, բայց ուզում եմ որպես ֆիզիկ ես էլ ընդհանուրից եմ նայում։ Դուք ծառը նկարագրեցիք իր ճյուղերով ու տերևներով, հիմա ես ուզում եմ մի իմ համեստ կարծիքով իհարկե ուզում եմ փորձեմ ձեզ հուշել համեստ իհարկե համեստորեն ես լեզվաբան չեմ որ փորձեք ծառը նկարագրել իր բնով եւ արմատներով եւ ձեզ շատ ծանոթ Արարատ Ղարիբյան կա ակադեմիկոս դուք շատ լավ գիտեք ես նոր եմ իրան ճանաչում կոնսոնանտների տեսությունն է առաջարկել որ ձայնավորի եւ բաղաձայնի համակցություններն են նախնական եւ այդ խմբեր են կազմում, որ արևելյան Հայաստանում մի ձևի խմբեր են աշխատում, արևմտյան Հայաստանում հյուսային եւ այլն հարավային։ Հիմա այդ հարագից բոլոր լեզուներն ու լեզվաընտանիքները, որ դուք թվեցիք, հիմա կարելի է համադրել, համեմատել իրանց խմբերի հետ։ Հիմա հայկական այդ խումբը
հաթերենում որտեղ է շատ երևում, Սիրիայում, Ասերում կամ եւ այլն որտեղ է շատ երևում, Պասկերնում որտեղ շատ եւ այս բոլորը բերում են նրան, որ ավելի հիմնական ենք գալիս, հանգում ենք հիմքին։ Միանգամայն երևացի եք։ Եթե ունեք լրացում, այս Այո, իհարկե ունեմ։ Ասեմ ձեզ, որ ընդհանրապես չգիտեմ ով է տեսել գյուղացին ինչպես է կողով գործում։ Ճիպոտները շարում է շրջագծով, հետո սկսում է գործել։ Վերջում հետաքրքիր այն է, որ նա պիտի մի կետում հավաքի։ Ես այդ կողովի ձողերը, այդ ճյուղերը դիտում եմ որպես հարակից գիտություններ։ Այդ մի կետում հավաքվելու խնդիրը դիտում եմ ճշմարտության գերագույն աստիճան։ Եթե դուք որպես ֆիզիկոս ինչ որ հարցում գալիս եք այն կետին, որտեղ լեզվաբանը, հնագետը եկան հանգեցին այս կետին, գիտեք, այստեղ Արտուր Արմենն է նստած, որը ուրիշ բնագավառներում այն նույն գործն է անում, ինչ որ ես էստեղ։ Հասկանալի է։ Այնտեղ Ռուբեն Ավակյան կա, Արտուրը գիտի, իմ լավագույն ընկերը, իրավագիտությունը հասցրեց հայկական իրավագիտությունը միջև շումեր, եւ ցույց տվեց, որ հայկական շումերական իրավագիտական միտքը ձևակերպումներով եկել հասել է 13-րդ դար մեր գոշին։ Այսինքն արարքի նկարագրությունը, ասենք աղջիկ փախցնել։ Ինչն է կոչվում աղջիկ փախցնելը որն է։ Ուրեմն տարբերվում է շումերական իրավունքից 3 ճյուղ է ծագել։ Մեկը հունահռոմեական պետականամետ ճյուղն է, երկրորդը ասուրա բաբելական, հրեական, եբրայական այդ ավանդական իրավունքի պիտի անպայման արյուն դուրս գա, այս դաժան բանն է, մյուսը հայկականը, շատ ժողովրդավարական։ Ոնց ասեմ, ասենք աղջկան փախցրել են, եւ այնտեղ եւ այստեղ քննարկում ա գնում, փախցրին, հասկացանք, դա նրա կամքին հակառակ գործողություններ, բայց հիմա նա արդեն այդ ընտանիքի անդամ է եւ մի հատ գնանք հարցնենք արդյոք նա գոհ է թե դժգոհ է այս վիճակից։ Եթե գոհ է, հետապնդումը դադարեցվում է։ Եթե գոհ չի, նոր հետապնդումը շարունակվում է։ Այսինքն այս նկարագրությունը կա եւ շումերական տեքստերում եւ հայկական տեքստերում։ Այսինքն այսպիսի նուրբ համեմատությունների միջոցով Ռուբեն Ավակյանը եկել այն բանին, որ հայկական իրականությունը դա շումերական իրականության զարգացած մեր այսօրվա, մի իրողություն է։ Մյուս կողմից անդրադառնալով ակադեմիկոս Արարատ Ղարիբյանին, որին դուք հիշատակեցիք, դա մի շատ հզոր գաղափար է, որի հիմքը մի քիչ առաջ իմ այստեղ արտասանած անուններից մեկը Հոլգեր Պեդերսոնը, որը լավագույն լեզվաբաններից է, նա նայել է ցույց տալիս։ Ուրեմն այսպեսի մի հատ խնդիր կա, որ պատմական զարգացման ընթացքում, նախալեզվից, միջև այսօրվա ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն դառնալը, լեզուները անցել են հնչյունային փոփոխությունների մեծ ճանապարհ եւ ամեն մի լեզվի համար բնորոշ է ինչ որ մի տեղափոխություն, որոշ տեղերում ձայներները դառնում են խուլեր, կամ խուլերը դառնում են ձայներներ, կամ ձայներները դառնում են շնչեղ խուլեր, հասկանալի է։ Բայց դա միայն այս լեզվում է, մյուս լեզվում մի ուրիշ տեսակ փոփոխություն է։ Այ Հոլգեր Պետերսոնը հասցեական ցույց է տալիս, որ այսինչ լեզվի, այսինչ շրջաններում ձեր ասած ձևով խթերի եղան, այդ հնչյունական փոփոխությունները հայոց այսինչ բարբառի արտահայտությունն է։ Ուրեմն Արարատ Ղարիբյան այս տեսությունն է զարգացնում եւ ավելի շատ համոզչականություն եւ ծավալ է տալիս նրան եւ ստացվում է այսպես ասենք, հնդեվրոպական լեզուներն են, ամեն մեկին հատուկ է մի բաղաձայնական տեղաշարժ, բայց հայերենը իր բարբառներով այդ բոլոր բաղաձայնական տեղաշարժերը ունի եւ ամեն մի լեզուն նստում է հայկական մի բարբառի վրա, կոպիտ ասած, այդ բարբառի տարածքից է այդ ժողովուրդը գնացել։ Ես շատ պրիմիտիվ բան եմ ասում, որը դժվար է ապացուցել, դժվար է հիմնավորել, բայց գաղափարը սա է։ Այսինքն նրանք ամեն մեկը մի տեղից են գնացել եւ այդ տեղի բարբառային առանձնահատկություններն են զարգացել հետագայում, ոչ թե այն մյուս բարբառի առանձնահատկություններն են դարել։ Այնպես որ սա միանգամայն, այո, ընդունելու գաղափար է, չնայած այն ինչ որ ընդունելի է, չի ընդունվել։ Շնորհակալություն։ Հարցեր չկան է։ Որ ասացիք բարբառները լիացնում են
մյուս լեզուները, օրինակ Արցախյան բարբարում ասում են տորնը կապի քյա, անգլերենում ասում են keep the door։ Բարբարում Արցախյան։ Արցախյան, Ասում են տորնը կապի քյա, անգլերենում ասում են keep the door։ Որ ուզեք այդ հնչյունային նման։ Այո, այնտեղ շատ հատկապես այդ ռուք բառը, որ քար է նշանակում, Արցախի բարբարում նշանակում է անկյունային խոշոր քար, որ հիմքում է դրվում։ Եվ այլն, բազմաթիվ այդպիսի բառ կան միջև բութուլը։ Հա, իհարկե Պարոն Հակոբյանյան, քիչ առաջ ասացիք, որ այդ հայերի մոտ ավելի մի քիչ այդ աղջիկ փախցնելու բանը ավելի մեղմ է եղել։ Ինքը շատ բաներ ունի։ Բայց ես այստեղ ինձ հուշեց Անուշը, որտեղ այնտեղ գրում է կար ավանդույթ եւ այլը, եւ այսինքն այդ ավանդույթը թույլ չտվեց, որպեսզի բարիշեն իրար հետ։ Դուք գեղարվեստական գրականությունը համեմատում եք լեզվի հետ։ Հա։ Չէ, իսկապես Ռուբեն Ավակյան, նաև կնոջ դավաճանության խնդիրը, տեսեք, համեմատում է հայկական իրավունքը եւ շումերական, ասում է, եթե կինը 8 տարի տղամարդուն չի տեսել, 8 տարի այդ մարդը տուն չի եկել եւ իր մասին տեղեկություն չի հայտնել, այս կինը իրավունք ունի ամուսնանալու։ Հասկանում եք ինչ բան է քայլ ասա։ Գուցե 8 տարին իսկապես մեծ, բայց այնուամենայնիվ կրկնվում է նույնը այստեղ, այսինքն սա նույն իրավական միջավայրի կրկնությունն է, շարունակությունն է, սա այսպես։ Կամ Արտուր Արմինի հետազոտությունները, որ ինչպես աստվածների, հա, հիմքում, ինչպես էլ համաստեղությունների հիմքում տեսնում են նույն կապը, զուգահեռները եւ այլն։ Այս բոլորը նորից եմ կրկնում, հիշենք, բանի էս կողովի կառուցվածքը։ Հնագետները, լեզվաբանները, մշակութաբանները ամեն մեկը իր կողմից կողովը բերում է եւ եթե նրանք գան, հիշում եք, որ Արփայից Սևան թունելներ էին, հա, կառուցում եւ երբեմն սարեր կային, որի այն կողմից էին ծագում, այս կողմից էին ծագում ու մեջտեղում պիտի հանդիպեին։ Հիմա պատկերացրեք, որ նրանք չհանդիպեին, այլ տարբեր ուղղություններով գնային ու դուրս գային սարի մյուս կողմից։ Չէ, ճշմարիտ գիտությունը նրանց հանդիպացնում է։ Այսինքն, եթե մեր հետազոտության արդյունքները ճիշտ են մտածված, ուրեմն այն մյուս գիտության կողմից սա պետքա սատարում գտնի։ Եվ մենք նույն կետի վրա պիտի դուրս գան, սա շատ կարևոր հանգամանք է։ Համեցեք։ Այնտեղ հարցում ենք, խնդրում եմ ներկայացեք նոր, հա։ Հա, Անժելա, Պարոն Հակոբյանյան, դասախոսության սկզբում նշում էիք սկզբունքները, որոնցով Աճարյանը առաջնորդվում էր։ Ուղղակի ինձ համար մի քիչ հարց մնաց, այնտեղ ասացիք, որ եթե փոխառությունը չէինք կողմնորոշում, ուրեմն մահացած լեզվի է պատկանում։ Ուրիշ լեզվից է վեր։ Ուզում եի հասկանալ ինչ որ նշում արել է, թե ինչ լեզուների ընդհանրաբար, թե ուղղակի պայմանական որովհետև ինքը ազատորեն վերցնում էր։ Ինքը իր գործունեության համար ազատություն տվող որոշում է դրել։ Հասկանալ։ Եվ ես չեմ կարծում, թե այստեղ գիտեք, դա մեր հայկական հոգու, մի քիչ առաջ խոսում էինք այս մասին, արփշիրությունից է գալիս։ Ամեն ինչ տամ ու նվիրեմ, ինձ ոչ մի բան թող չմնա, դու չմրսես զմռան սրտում բոլորը քեզ։ Շնորհակալություն։ Չէ, ես հարց չեմ տալի, ուղղակի շնորհակալություն եմ հայտնում եւ մի փոքր հավելում ավանդույթի հետ կապված, աղջիկ փախցնելու, հա, Անուշի հետ կապված, այնտեղ ավելի շատ ոչ թե վեճը կոնֆլիկտը ծագել էր, որովհետեւ ընկերների այո դավաճանությունն էր, այստեղ ավանդույթը խախտվել էր, որ պետքա իրենք խաղային եւ իգիթի մեջ կգետին պետքա չխփեր, այքանի որ այնտեղ Անուշին տեսնելով մի ընկերը արդեն մի քիչ ոգևորվեց ու մեջքը գետի խփեց, այդտեղից առաջացավ արդեն, թե չէ աղջիկ փախցնելու հետ, դա ավանդույթը խախտված չէր, ես էի ուզում ասել։ Ես մի բան ասեմ, Ես մի րոպե պարոն Հակոբյանյան, ես ուղղակի ուզում եմ Դավիթին ասել, որ ցավոք սրտի այդ ավանդույթը, ցավոք սրտի, այն վատ կողմը, իմ ընկերը, որ ընկերոջ մեջքը գետնին չտվեց, այդ մնաց Սյունիքում։ Ես ականատես եմ եղել, որ մինչև հայրը մահանալ նույնիսկ աղջկան չէր ներում եւ
Թումանյանը Իմ անունը Արա Արեյան է, ես շնորհակալ եմ ձեզ բոլորից, Արթուր Արմիից, ձեզանից։ Մենք Ամերիկայի մայրցամաքում գտել ենք այդ 5000 տարվա շումերական գրեր, իսկ տակը հայկական 8 Բոլիվիայում։ Այո, 8-ին տարը։ Կոմիտաս վարդապետը Իսկ բարձրացրեց առաջինը։ Պարզ է ամեն ինչի հիմքը դա թե շինության, թե ծառի արմատը։ Դա մեզ չի հուշում, որ հիմքում ընկած է հայկական այբուբենը, հայկական տառերը։ Իհարկե, չէ, ես ունեմ։ Շնորհակալություն։ Գիտեք, գրի 4 տեսակ կա։ Միշտ ասում են շումերը, բանը, գիրը ծագել է շումերից եւ նկատի ունեն գաղափարագիրը եւ ավելի շատ սեպագիրը։ Բայց դրանից առաջ գիրը ունեցել է եւս 2 տեսակ՝ պատկերագիր եւ գաղափարագիր։ Եվ հետո այնտեղ այսօր մի հատ արտահայտություն կար, ասում են այնտեղ շումերում ավելի շատ այդ գրում էին իրենց պարտքն ու պահանջը մեկը մյուսից, նյութական ինչ-որ բաներ, քան թե ինչ-որ։ Չէ, այդպես չի։ Սկզբից եղել է աստվածային թեմատիկա։ Չէր կարող հասարակ մաթեմատիկան կամ թվաբանությունը կամ հաշվապահությունը ներեցեք դառնալ այդպես ուրեմն գրի ստեղծման հիմք, չէ։ Այստեղ ավելի լուրջ եւ ավելի խոր պատճառներ կան, որ ուսումնասիրելու շատ տեղեր կան, եւ այսօր էլ մենք շատ հարցերում դեռ այսպես առաջամարտիկ ենք, դեռ շատ բաներ չենք հասել, շատ բաների չենք հասել, բայց գիտեք ինչ, այն որ ասում եմ արդեն երևում է, էլի։ Երևում է։ Ինչու է երևում։ Ես շատ երջանիկ եմ, որ նույնիսկ այս տարիքում ես հանդիպեցի այն մարդկանց, ովքեր փոխեցին իմ կյանքը։ Ովքեր ցույց տվեցին, որ այն ինչ որ մենք կրկնել ենք դպրոցում, հետո համալսարանում, այս մի դիրքից ուրիշ կերպ է երևում։ Այդպես չի։ Էպոսը, էպոսի պատումները, արդյոք են 10 էպոս պատումները, որ գրել են որպես կենտրոնական, արդյոք դրանք իսկապես կենտրոնականն են։ Թե դրանք կենտրոնական են, որովհետև իրենց թույլ են տալիս էպոսը թվագրել 1000 տարվա էպոս։ Եվ ոչ թե 20-30 հազար տարվա տիեզերագիտական կամ տիեզերակերտական իրողություն։ Հասկանալի։ Նայածում ինչ է պետք։ Ասում եմ, մարդ կա տերին է սիրում, մարդ կա նրա կնոջը։ Կան էլի, հա, հարց։ Հովանես Հովանեսյան, հարցը հետևյալն է։ Մենք ունենք նսեմ բառ, ունենք վսեմ բառ։ Այստեղ միանգամից հիշենք, որ հայերենի որոշակի, ինչու որոշակի բոլոր հնչյունները ունեն մշտական իմաստներ, ինչպես է, գիտենք, մշտական իմաստ, բառին համարժեք, բառի ուժով, մեղմ ասած։ Ունենք դ, չշարունակենք, լավ, սա հարցի ակունքին էր, որպես պարզաբանում։ Հիմա, նն էլ կարող ենք ասել, ինչ իմաստ ունի, բան էլ ինչ իմաստ ունի, հիմա, սեմ հաջորդ, սեմի, վսեմի հաջորդ, վանգը, ասենք, որ ժամանակներից է հիշատակվում և ինչ ուժով կարող ենք անկեղծ անվանել այդ հիշատակումը, սեմ արտահայտության։ Որ արտահայտությունը։ Սեմ, որ ասում ենք սեմական, սեմիտական եւ այլն։ Սեմ։ Շնորհակալություն։ Դա գալիս է Աստվածաշնչից, Նոյի զավակներից, Սեմը նրա զավակներից մեկն էր, եւ ըստ Աստվածաշնչային մեկնաբանության Սեմից առաջացան ուրեմն աքադները, ասուրները, աշուր, հետո ասորիները, հետո եբրայացիները, արաբները, այսքան ժողովուրդ է հիշատակում սրատակ, սա ուղղակի պայմանականության արդյունք է հենված որոշակի տվյալի վրա, այսինքն Աստվածաշնչի տվյալի վրա, այդտեղից է գալիս։ Հիմա մարնել վերցրեց ու վերցրեց Հաբեթը, Հաբեթի անունը, մյուս եղբոր անունը, եւ մեզ արդեն տարավ այդ մյուս ճյուղով, հակադրելով Սեմին, հասկանալի է, չէ՞ ինչ եմ ասում։ Հնչյունների հետ կապված։
կա հին տեսություն հին Հունաստանից է գալիս, որ ամեն մի հնչյուն իմաստ ունի։ Անիմաստ հնչյուններ չկան։ Ու սա գալիս է իհարկե ձայնարկություններից, որտեղ եթե մատս ծակում եմ եւ ես բխավում եմ «Էյ» կամ «վայ» կամ «ուй» եւ այլն, ուրեմն դրանք ինչ-որ բանի հետևանքներ են։ Բայց իրականում գիտությունը չի համարում, որ հնչյունը պետք է ունենա իմաստ։ Իմաստ պիտի ունենա հաջորդ մակարդակի միավորը ձևույթը, որը կարող է լինել արմատ, կարող է լինել ածանց, կարող է լինել վերջավորություն։ Այն նրանք պետք է իմաստ ունենան։ Բայց հնչյունները իմաստ չունեն։ Այն հնչյունները, որոնք իմաստ ունեն, նրանք կքննարկվեն որպես ձևույթներ, երկրորդ մակարդակի միավոր։ Օրինակ ուն բնաձայները բնաձայները իրենք միասնական են հնչում, այնտեղ օրինակ այը դա ա եւ յ-ի միասություն չի։ Նա մի ամբողջական միավոր է, որը կարող է փոխվել մի ուրիշ բանի։ Այո, իհարկե։ Այնտեղ դե դա այդ տեսությունը հիմա ամենատարածվածը վաուն է, վաու։ Հայերն էլ են սկսել անգլիացիների պես զարմանալ։ Հատկապես ռուսական ֆիլմերում էլ երևում։ Բոլորը եթե ասում ես վաու, ուրեմն դու քաղաքակիրթ ժամանակակից անձնավորություն։ Եթե վայ ասես, ուրեմն դու մի քիչ հետամնացես կամ առնվազը իջևանից ես։ Ես կուզենայի ուղղակի ամփոփել այդ հնչյունների հետ կապված։ Հայ լեզվաբանության մեջ էր, մեր մխիթարյանների մեջ կան մարդիկ, ովքեր առանձին հնչյունների հետ կապում են առանձին իմաստներ։ Բայց սա սկզբունքորեն գալիս է հին Հունաստանից։ Մեր ունեցած տվյալներով, որովհետև ես չեմ կարող ասել հին Հայաստանից, որովհետև այն նյութերը, որ հին Հայաստանում այսպիսի բաների մասին էին, դրանք վերացվեցին, ոչնչացվեցին քրիստոնեության կողմից։ Օրինակ, ասենք, ասում է բանը, բերում է հունարեն օրինակներ եւ ասում է, տեսեք, այս բառերում որտեղ կա օ, այդ բառերի մեջ կա կլորության իմաստ։ Բայց հակառակորդները բերում են օյով բառեր, որոնց մեջ այդ կլորության իմաստը չկա։ Ասենք օծը կլոր է, օղը կլոր է, օրը կլոր է, չէ՞ վերջին հաշվով պատտվում է։ Հա, այս օրինակները կարող ես բերել, բայց օրորոցը ինչ կապ ունի դրա հետ կամ մի ուրիշ բան։ Այսինքն կամ մեր լեզվաբաններից մեկը ասում էր մի տեսեք թե ինչ ծորուն է հնչում մեղր բառը եւ դա ղ-ից է։ Իսկ մի ուրիշ մարդու, որին քննում էր բանը ռուսական նեյրոֆիզիոլոգ Լուրիան քննում էր, ինքը կոչում է դրան գրաժդանին Շ։ Հետո ես բարձեցի ազգանունը Շևարոշկին է եղել սովետական ժամանակներում, մեծ հիշողության տեր ազնվորություն է եղել։ Եվ սա ասում է սն։ Դա մի փայլուն մի բան է, բայց դա նրանից չէ, որ դրանով սամավարն է, դա ուղղակի սն է։ Այսինքն ինքը չի ուզում առարկայացնել սա, այսինքն հնչյունին տալիս է որոշակի իմաստ։ Այդպիսի բաներ կատարվել են, բայց գիտեք ինչ, անմիջապես այս մի խմբին հակադարձում է մյուս խումբը, ֆյուսեի թեսե, չէ՞, բնութենականներ եւ դրութենականներ։ Նա ասում է, եթե ասում եք, որ բոլոր բառերը բնական ձայներից են առաջացել, ապա ինչպես այսօր մենք ունենք բառեր, որոնք օրինակ քարը ձայն չի հանում, ինչպես պիտի նրան քար անվանեին, փայտը ձայն չի հանում, ինչպես նրան փայտ անվանեին։ Հա, ասենք գորգորալ, գոչել, վազել, խոխոջալ, մայել, վայել եւ այլն, այդ բոլորը բնության մեջ լսված ձայներ են, որոնք մարդը լսեց, իր կոկորդով մշակեց, համապատասխան իսկապես իր կոկորդով մշակեց, որտեղ հայերեն հայ շները հաչում են, հավ, ռուսները ասում են գավ, իրենց լեզվով են ասում, կամ ասենք, մենք ասում ենք, մեր ակլորներն ասում են ծուրուղու, ռուսների ակլորները ասում են կուկարեկու, իսկ անգլիական ակլորները ասում են կոկել-կոլ-դուդու։ Սրանք բաներ են, որոնք լեզուն տալիս է նյութ, այդ ուղղությամբ աշխատելու, բայց որ այդ նյութը բացարձակ է, ոչ ոք դեռ չի կարողացել, սա կոչվում է հնչյունային սիմվոլիկայի տեսություն, դեռ ոչ ոք չի կարողացել ապացուցել, որ դա իսկապես այդպես է։ Շնորհակալություն։ Մի հարցեր ունենք եւ ավարտենք, հա։ Պարոն Հակոբյան, նախ թույլ տվեք խորին շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ձեր գործունեության, ձեր այդ ամբողջ առաքելության իրականացման համար եւ հարցս կուզենայի ամփոփեիք այն
բոլոր դժվարությունները հիմնական սկզբունքային, որոնք բնութագրական են ոլորտի համար։ Մասնավորաբար ես մեկը նշեմ, ահռելի քանակը տեղեկատվության, ահռելի քանակը եւ դրանից բխող լուծման հնարավորությունների մասին մի երկու խոսք ասեիք, օրինակ, ասենք, տեսեք, մենք մաթեմատիկայում ասում ենք բազմաչափ կորելացիոն անալիզ, այսինքն մենք շատ պարամետրեր ունենք, որոնց միջև փոխհամաձայնեցվածությունը պետք է բացահայտվի։ Եվ իմ հարցը վերաբերում է ժամանակակից մեթոդների կիրառմանը, համակարգչային, արհեստական բանականության այդ մեթոդների կիրառման հնարավորության մասին կխնդրեի, որ ասեք։ Շնորհակալություն։ Ասեմ ձեզ, ես սկզբից ասեցի, ես գնում եմ ածելու սուր ծայրով, որտեղ ես պետք է ինչ-որտեղ իմ լսարանին համոզեմ, որ եթե ես ինձ թույլ եմ տալիս շատ մեծ ավանդ ունեցող լեզվաբանների հասցեին հնչեցնել բացասական ասույթներ, դա չի նշանակում, որ ես հերքում եմ նրանց որպես լեզվաբան եղա ունեցած մեծ դերը։ Ոչ ոք չի կարող Աճարյանի դեմ բոլորի հյուլեեն նրա կատարած այդ մրջնային աշխատանքը կուտակել։ Գիտեք ինչ կա, մի հատ Աճարյան վերցրու, քեզ պետք չի 1000 բան ուսումնասիրել։ Ինքը ուսումնասիրել է, այդտեղ վերել է։ Վերցրու նրան եւ միանշանակ դու ունես ամեն ինչի պատասխանը։ Գուցե որոշ առանձին դեպքերում, որ նրա ձեռքը չի ընկել այդ նյութը եւ այլն, այդ մասին նրա մոտ, բայց ընդհանուր առմամբ, բայց այս հարցում ինքը երեխեք, ժողովուրդ ներեցեք, ինքը Աճարյանը նույնպես ստվեր էր ինչ որտեղ, խնդրում եմ ճիշտ հասկանալ։ Նա հնդեվրոպական, պատմամատական, լեզվաբանության ստվերն էր։ Ես բերեմ մի օրինակ իր հայոց լեզվի պատմությունից։ Ասում եմ, մեծ ուրախությամբ կարդացինք Պիտեր Յենսենի գրառումը, որ ուրեմն խեթերենը հայերեն է։ Այդ անաստվածն էլ ամեն մի երկրորդ էջում գրում է, խեթերենը հայերեն է, խեթերենը։ Այդպես սիրահարված այդ զարմանալի անձնավորություն է այդ Յենսենը։ Եվ ասում եմ, մենք բոլորս էլ ասում ենք, այսպես ոգևորությամբ ընդունեցինք այս լուրը եւ որոշեցինք, որ մեր հետագա գործունեությունը պետք է ուղղենք այս բանին։ Ուղղությամբ։ Բայց հայտնի դարձավ Անտուան Մեյեի տեսակետը, որն ասաց, որ Յենսենի տվյալները այնքան շատ չեն, որպեսզի մեզ համար համոզիչ դառնա խեթերեն հայերեն նույնությունը։ Ընդհակառակը, այդ օրինակները մեծ մասամբ ընդունելի չեն։ Եվ ինքը արդեն հրաժարվում է Յենսենից։ Հասկանում եք ինչ է։ Եղբայր, դե գիտնական ես, քո խոսքը ասա, էլի։ Ինչու ես ներողություն եմ խնդրում նրա հիշատակի առաջ Աճարյանի, բայց մարդը, որը անցել էր մսաղացով KGB-ի նկուղների, նա իր կյանքից հուշերից այնտեղ գրում է, մեկի մասին, որը իմ ընկեր դասախոսներից մեկի հայրն էր, ու երբ որ այդ մարդը մահացել էր, ես գնացել էի նրա թաղման, առանց իմանալու թե ում թաղմանն եմ գնում, Գուրգեն Մուրադյան եղել էր քննիչներից, նրա մասին գրում է Աճարյանը, որ այնտեղ ամեն մեկ իր գործն էր կատարում եւ շատերը անում են այն ինչ իրենցից պահանջվում է եւ ոչ ավելին, բայց կային մարդիկ, ովքեր մեծ մղումով էին կատարում այդ ամենը, այսինքն մարդկանց տանջելը, տարապեցնելը եւ այն լուրերը, որ պատտվում են, որ Հրաչյա Աճարյանի լուսավոր ճակատին այդ քննիչը իր սիգարետներն է մարել, ես չեմ կարող անաչառ ձևով մոտենալ այդ մարդու գիտական պրոդուկցիային, արդյունքներին։ Ես ինչ գիտեմ, ինչ ապրումներ է ունեցել։ Երբ որ նրան ասում են, որ դուք ստորագրիվ, որ Թուրքիայի լրտես եք, ասում են, թե ասել է, ինչ ուզում եք ստորագրեմ, գրեք անգլիական լրտես, բայց ոչ թուրքական, ախր նրանք մեր ժողովրդին կոտորել։ Այսինքն նույնիսկ այս պահին նա փորձում է իր հայրենասիրական
Հասկանալի է, մենք չենք կարող դատել մարդկանց, որոնց վիճակում, որոնց կաշվի մեջ մենք չենք եղել։ Ես օգտվում եմ նրանց տված գիտական արդյունքից, բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա որպես դատավոր հանդես գալ նրանց, ասենք, իրողությունները քննարկելու, քննադատելու։ Ես հիմա մի հատ հոդված եմ պատրաստում Էդվարդ Աղայանի մասին, մի ֆանտաստիկ անձնավորություն էր, համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչներ, բոլոր դիսիդենտները հռչակավոր նրա ամբիոնի դասախոսներ էին, եւ նա նրանց պահում էր, ովքեր որ գիտեն այդ սերնդին, ես կասեմ Էդմոն Գեղամի Ավետյան։ Նրա նմանները բանտերում էին փտում, բայց նա Աղայանի հովանու տակ գրքեր էր տպագրում։ Смысл значения, միջև հիմա չգերազանցված աշխատանք է։ Այսինքն ինչ եմ ուզում ասել։ Այս մարդը, որ գրեց հայ լեզվաբանության պատմությունը, գիտեք ինչ է անում։ Նա գնում է առաջ, սովետի ժամանակներից առաջ, եւ դի իր վերաբերմունքը հայտնի նրա նկատմամբ։ Բայց սովետում նրա նկատմամբ ուրիշ վերաբերմունք կա։ Արդեն բացասական հասկանում եք, մարդկանց մասին վերաբերմունքը եւ նրանց արած գործի վերաբերմունքը իրար հաճախ խոչընդոտում են։ Հիմա ինչպես է այս մարդը այդ վիճակից դուրս եկել։ Ես ապրել եմ այդ ժամանակներում։ Ես նրան աշակերտել եմ, ուսանողն եմ եղել նրա։ Նա բերում է իր պատմության մեջ կոնկրետ այստեղ Բուգեի մասին, Պեդերսոնի մասին, Յանսենի մասին, Կարստի մասին, բերում է ամեն ինչ որ նրանք ասել են։ Այն ինչ որ չի ընդունվում։ Իրեն ինչ կասում է, ինքը ասել է։ Ես պատմաբան եմ, ներկայացնում եմ։ Այ ես վերջում երբ որ գնահատականս կտամ, այնտեղ ես նրա մայրիկը կլացացնեմ։ Եվ այս մարդուն անենց է մի հատ քննադատում, MC մի փոթորիկ անցկացնում է Կարստի վրայով, Յենսենի վրայով եւ այլն, որ ասես մարդ, այս այն մարդն է, որ այնտեղ, բայց ինքը այնտեղ երբ որ նրանց տեսությունը ներկայացնում էր, երբեմն ինքնամոռաց եւ գովաբանական արտահայտություններ է թողել այնտեղ։ Այսինքն նրա հետևից չեն ընկել, էլի, եթե ընկնեին, նրան մեղադրելու շատ բաներ կան այդ գրքի մեջ։ Բայց ինքը անցել է այդ բովով եւ կարողացել է երեխեք ամեն տեղյակ է պահել ամեն ինչի մասին։ Հետո իր վերաբերմունքը դե մի կարդա։ Ժամանակը իմանալով մի կարդա այդ իր վերաբերմունքի տողերը։ Մանավանդ որ ես գիտեի թե նա ինչպեսի անձնավորություններ եւ ինչպես էր այդ ամենը ներկայացնում։ Կարող ենք մենք հարցել Հայերը եկվարության որ հայերը եկված են Եվրոպայից բանից դրա կողմնակից չէ, իհարկե չէ։ Նա հայերին բերում է Եվրոպայից, ճանապարհին հանդիպեցնում է բասկերի հետ, էտրուսկների հետ, չգիտեմ, տարբեր ժողովուրդների հետ եւ ասում է հայ բասկյան, հայ էտրուսկյան այդ ընդհանրություն, հայ խեթական ընդհանրությունները, այդ ճանապարհին որ նա գալիս էր, այդ ժողովուրդները դե հազարամյակներ է տևում, չէ՞ միջեմ։ Գիտեք ոնց Բալկաններից են իբրև եկել։ 1000 տարի 400 կիլոմետր։ Միջին արագությունը գաղթությունների նրանք ապրելով էին գնում։ Նա սրընթաց ինքնաթիռ չէր, որ այստեղից մի անգամից լոս թռչի կամ երկու անգամից լոս, չէ, այդպես չէր։ Բայց հայ պատմողների շրջանում շատ են ընդունում։ Նա լրիվ այդ ազդեցության տակ էր, որտեղ իր տեսությունը հենց հարմարացրել էր, որ հայերը եկան այստեղից այս բառերը վերցրեցին այս ժողովրդից, այս բառերը այս բառ։ Ինքը դրա տեսության։ Դե Բալկանների հետ վերով։ Գիտեք այդ Բալկաններն էլ ինչ էր, ուղղակի արդեն հնարավոր չէր պահել, որովհետև այդ հնդերվապական նախալեզուն, որ վերականգնեցին, տեսան այնտեղ այնպիսի բառեր կա, որոնց կրող երևույթները կենթանի բուսատեսակ եւ այլն Եվրոպայում չի հանդիպում։ Այնեք առյուծը չի հանդիպում։ Անկամ կմախ չի։ Ուրեմն առյուծ ավելի հարավի բան է, էլի։ Էս է խնդիրը։ Շատ շնորհակալություն։ Մի հարցել ունենք այդտեղ, կներեք։ Դեռ Շատ շնորհակալություն ելույթի համար։ Ուղղակի մի հատ փոքր հավելում եմ ուզում անեմ, կապված մի քիչ բարձր էլի։ Կապված Աճարյանի հետ մի փոքր հավելում եմ ուզում անեմ։ Համենայն դեպս Աճարյանը շատ մեծ, ահավոր մեծ աշխատանք է կատարել, ուղղակի մենք պիտի հասկանանք, որ ցույց է տրված բոլոր խաչումները եւ այդ խաչումների տիրոջը մենք արդեն պիտի ցույց տանք։ Այսինքն ինքը գլխավոր գործը
խաչումները ցույց տալու մյուս լեզուների հետ հայերենի արդեն բացահայտել է։ Այդ բացահայտումը արդեն հարկավոր է ցույց տալ, թե աղբյուրը որտեղ է։ Այսինքն այդ հայերենի կարևորությունը արդեն վերհանել է պետք։ Ես հասկացա։ Այդ առումով կարծում եմ շատ մեծ աշխատանք է արվել։ Ես հասկացա, բայց հիմա պատկերացրեք, որ այդ բասկերը իրենք են այստեղից գնացել։ Իրենք են նշում, ես այստեղ նշել էի իմիջիալոս ներքևի երկու սյունակները անիծյալ լեզվաբանների ազգանուններն են։ Բասկերը իրենք են նշում։ Ուրեմն մոտ 1500 բառ, առաջինը Dodgsonը 60 բառ համեմատեց հայերեն, բասկերեն, ինքը անգլիացի էր։ Բայց բասկերը իրենք համեմատեցին ավելի շատ բառեր, մոտավորապես մի 1000-1500 բառեր։ Ես շատ խորությամբ չունեմ այդ բառարանը, միայն Վահանի միջոցով ունեմ այդ երևույթը, Վահան Սարգսյանի, որը զբաղվում էր բասկերենով։ Հա, այն մարդիկ ասում են, որ մենք ստեղից ենք գնացել։ Գիտեք ինչ արին նրանք։ Նրանք հատուկ ուսումնասիրեցին հայկական գրիչներին, պատմիչներին, պատմաբաններին, Միջնադարյան, Խորենացուց սկսած, բոլորի գործերից դուրս գրեցին տեղանունները եւ մոտ 400 տեղանվան կրկնությունը գտան իրանց երկրում։ Նրանք ասեցին միայն բառապաշարը չի, տեղանուններն էլ է։ Հետո հա? Դե որ այդքան բասկագետ կա, ընդունում են։ Նո այնտեղ հիմնական հակառակորդը բանն է։ Վրացական է թե ուրեմն այնտեղ կան մարդիկ, որոնք գտնում են Կովկասյանը եւ չեն խորանում, վրացականի թե հայերենի միջև։ Կան մարդիկ, ովքեր որ գտնում են հատկապես վրացիները, գրում են, որ բանը, մենք որ իրենց վիրք ենք անվանել, վիր, նրանք ես վիր, իվեր, բառը նույնացնում են իբեր բառի հետ եւ ասում են մենք իսպանացիներ ենք։ Ես ուսանող եի, երբ որ կարդացի մի հատ հոդված, Թոբալի հոդվածը, իսպանացիները Արարատի փեշերին, ես զարմացա, ես ուսանող եի դեռ 60-ական թվականներն էին։ Հիմա այդ մարդիկ, ուրեմն հայթոր, անունը նրանց ամենահարգի ազգանունն է։ Հայթոր ինչ է նշանակում։ Դե հիմա ով ինչ ուզում է ասի։ Եթե հարցեր չկան, շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։